Մաշտոցի լեփ-լեցուն պողոտայում մի շքեղ մեքենա է փչանում, ոչ ոք չի կարողանում այն վերանորոգել։ Մինչ որ փողոցի մի տղա, բոլորի կողմից անտեսված ու նվաստացված, որոշում է փորձել։ Այն, ինչ անում է այդտեղ, փոխում է ոչ միայն շարժիչը, այլ մի ամբողջ ընտանիքի ճակատագիրը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հայտնել մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երանի հյուսիսային պողոտան եռում էր հինգշաբթի կեսօրվա տապի տակ։ Շտապող գործարարների անցուդարձը, օպերայի շենքը լուսանկարող զբոսաշրջիկները, սառը ջուր առաջարկող վաճառողները երթեկության անդադար աղմուկը ստեղծում էին Հայաստանի մայրաքաղաքին այնքան բնորոշ քաղաքային սիմֆոնիան։ Դա հերթական սովորական օրն էր քաղաքի այդ կենսական զարկերակի վրա, որտեղ միլիոնավոր պատմություններ խաչվում էին, առանց երբեք իրականում միմյանց դիպչելու։ Այս կազմակերպված քաոսի մեջ մի փայլուն Bentley Continental սահում էր մեքենաների արանքով այն լուր հեղինակությամբ, որը կարող է տալ միայն ծայրահեղ շքեղությունը։ Մեքենայի ներսում Արման Վարդանյանը ուղղում էր իր իտալական փողկապի հանգույցը, միաժամանակ պլանշետով վերանայելով պայմանագրերը։ 42 տարեկանում Արմանը հսկայական կայսրություն էր կառուցել Երանի անշարժ գույքի շուկայում։ Բիզնես կենտրոններ, էլիտար բնակելի համալիրներ, արտրի կենտրոններ։ Նրա անունը հաջողության, ուժի սահմաններ չճանաչող հավակնությունների հոմանիշն էր։ Նրա կողքին Անին, նրա անձնական օգնականը արդեն 5 տարի, նոթբուքով դասավորում էր հաջորդ օրվա ժամանակացույցը։ Արջի նստատեղին Հովհաննեսը, վստահելի վարորդը, հայացքը սեռել էր ծանր երթեկությանը։ Դա մի լավ աշխատող թիմ էր, որը սովոր էր մի մարդու առօրյային, ով չէր հանդուրժում անակնկալներ մարդկանց արժեքը չափում էր նրանց բանկային հաշիվների չափով։ Արմանը հենց նոր էր կնքել միլիոնավոր դոլարների գործարք։ Եվս մի նախագիծ, որը կկրեր իր անունը էլ ավելի կլցներ իր գանձարանը։ Նա գոհունակությամբ ժպտաց, զգալով հաղթանակի այդ ծանոթ զգացողությունը։ Նրա համար կյանքը մշտական մրցակցություն էր, նա միշտ պատվո հարթակի գագաթին էր։ Նրա բառապաշարում ձախողումների, տատանումների կամ թուլությունների տեղ չկար։ Եվ հենց այդ ժամանակ դա տեղի ունեցավ։ Շարժիչից տարօրինակ ձայն սկսեց լսվել։ Մետաղական աղմուկ, որին հաջորդեց հզորության հանկարծակի կորուստը։ Հովհաննեսը հոնքերը կիտեց փորձեց արագացնել, բայց մեքենան պարզապես չէր արձագանքում։ Վայրկյանների ընթացքում միլիոնավոր դրամներ արժեցող Bentley-ն սկսեց խափանվել, կորցնելով արագությունը, մինչ լիովին կանգ առավ հյուսիսային պողոտայի մեջտեղում, մասնակիորեն փակելով գիծը առաջացնելով շրջակա վարորդների անմիջապես շչակների ձայնն ու զայրույթը։ Արմանը կտրեց հայացքը պլանշետից անհավատության արտահայտությամբ, որը արագորեն վերածվեց խորը զայրույթի։ Ինչպես թե իր մեքենան փչացել էր։ Դա չէր կարող պատահել։ Ոչ իր հետ։ Ոչ այստեղ, բոլորի հայացքների առջ։ Հովհաննեսը բազմիցս փորձեց գործի գցել շարժիչը, բայց այն միայն հազում էր հանգչում։ Վահանակի վրա նախազգուշացնող լույսերը վառվում էին ինչպես անսարք տոնածառի լույսերը։ Մեքենայի ներսում ջերմաստիճանը սկսեց արագորեն բարձրանալ, անջատված օդորակիչի ապակիներին հարվածող արի պատճառով։ Արմանը զգաց, թե ինչպես է արյունը եռում։ Նա սովոր չէր իրավիճակների, որոնք չէր կարող վերահսկել փողով կամ ազդեցությամբ։ Նրա ծնոտը լարվեց, ձեռքերը սեղմվեցին բռունցքների մեջ։ Կտրուկ շարժումով նա բացեց դուռը, դուրս եկավ մեքենայից, նրան հետեցին Անին, ով արդեն զանգահարում էր սպասարկման կենտրոն, Հովհաննեսը, ով բացեց մեքենայի թափքը, կանխավ պարտվածի արտահայտությամբ։ Ծուխը տեսանելի չէր, բայց օդում զգացվում էր գերտաքացման հոտը։ Հետաքրքրասերները սկսեցին մոտենալ, ոմանք լուսանկարում էին, ոմանք պարզապես դիտում էին այն մռայլ հետաքրքրությամբ, որը բնորոշ է ուրիշի դժբախտությանը հետողներին, կարեկցանքի բավարարվածության խառնուրդով։ Ի վերջո, հյուսիսային պողոտայի կենտրոնում փչացած շքեղ մեքենա տեսնելն ամենօրյա ելույթ չէր։ Արմանը ձեռքով սահեցրեց իր կատարյալ կտրված մոխրագույն մազերի վրայով, քայլեց դեպի մեքենայի արջի մասը։ Նա նայեց շարժիչին այնպես, կարծես իր ներկայությունը կարող էր վախեցնել մեխանիկական մասերին, ստիպել նրանց նորից աշխատել։ Հովհաննեսը շարժում էր մալուխները, ստուգում միացումները միայն վարորդին բնորոշ սահմանափակ հմտությամբ, բայց նա վերանորոգող չէր։ Անին անջատեց հեռախոսը մտահոգ դեմքով։ Այն լուրը, որից Արմանը վախենում էր, պատրաստվում էր հնչել։ Նա զգուշությամբ մոտեցավ նրան, լավ իմանալով նրա պոռթկում բնավորությունը։
Պարոն Վարդանյան, սպասարկման կենտրոնից հայտնում են, որ պաշտոնական մեխանիկը խցանման մեջ է մնացել Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վթարի պատճառով։ Նրանց հասնելը կարող է տել առնվազն 2 ժամ, ասաց նա հավասարակշռված ձայնով, փորձելով մեղմել լուրի ազդեցությունը։ Արմանը շրջվեց նրա կողմը, աչքերից կայծեր արձակելով։ 2 ժամ։ Դու ինձ ասում ես, որ ես պետք է մնամ այստեղ, այս շոգին, այս պողոտայում, սպասելով 2 ժամ։ Դա անընդունելի է, Անի։ Բացարձակապես անընդունելի։ Նա խոնարհեցրեց աչքերը, սովոր լինելով նման պոռթկումներին։ Ես կփորձեմ այլ լուծում գտնել, պարոն։ Մինչ Արմանը իր հիասթափությունն էր թափում սպասարկման կենտրոնի վրա, զայրացած զանգերով պահանջելով անհապաղ լուծումներ, որոնք ոչ ոք չէր կարող տալ, շրջապատող ամբոխն աճում էր։ Կոստյումներով մի քանի գործարարներ կանգ առան դիտելու, ճանաչելով Արման Վարդանյանին ցածր ձայնով մեկնաբանություններ փոխանակելով։ Իրավիճակը, որը պետք է լիներ պարզապես մեխանիկական անսարքություն, վերածվում էր հանրային ներկայացման, դա ներսից կրծում էր Արմանին։ Հենց այդ պահին նա հայտնվեց։ Մեծահասակների ոտքերի արանքից մի փոքրիկ տղա մոտեցավ։ Նա 10 տարեկանից ավել չէր լինի, նիհար էր, մաշված շապիկով, որը ժամանակին սպիտակ էր եղել, բայց հիմա անորոշ մոխրագույն էր, կարկատած շորտերով այնքան մաշված մարզակոշիկներով, որ մատները համարյա երում էին։ Նրա ձեռքերը յուղի մեջ էին, դեմքը փոշու քրտինքի հետքերով, իսկ թափթփված մազերը թափվում էին արտակարգ կենդանի հետաքրքրասեր շագանակագույն աչքերի վրա։ Տղան դիտում էր փչացած մեքենան այնպիսի լարվածությամբ, որը հակասում էր նրա փխրուն արտաքինին։ Այդ աչքերում ինչ-որ բան կար, գիտելիքի կայծ, որը գերազանցում էր նրա տարիքը։ Նա ավելի մոտեցավ, անտեսելով մեծահասակների անհավանության հայացքները, ովքեր նրան տեսնում էին որպես անպատշաճ ներխուժող շքեղության ձախողման այդ տեսարանում։ Արմանն այնքան կլանված էր իր զայրույթով զանգերով, որ անմիջապես չնկատեց տղայի ներկայությունը։ Հովհաննեսն էր, որ առաջինը տեսավ նրան ձեռքով նշան արեց, որ հեռանա, ենթադրելով, թե նա պարզապես քաղաքի փոքրիկ մուրացկաններից կամ վաճառողներից է։ Բայց տղան չհեռացավ։ Ընդհակառակը, նա մեկ քայլ առաջ արեց հստակ ձայնով, որը կտրեց ամբոխի շշուկը, ասաց. Ես կարող եմ սարքել։ Հաջորդած լռությունը համարյա կատակերգական էր։ Արմանը կիսատ թողեց զանգը, նախադասության մեջտեղում դանդաղ շրջվեց, կարծես վստահ չլինելով, որ ճիշտ է լսել։ Նրա աչքերը հանդիպեցին իր Բենթլեյի կողքին կանգնած կեղտոտ տղային, մի պահ նա պարզապես չկարողացավ ընկալել տեսարանը։ Ինչ, հարցրեց նա, ձայնի մեջ անհավատություն արամարանքի նշույլներ։ Տղան չընկրկեց։ Նա բարձրացրեց կզակը այնպիսի արժանապատվությամբ, որը զարմանալի էր նման։ Փոքրիկի համար, կրկնեց. Ես կարող եմ սարքել մեքենան։ Գիտեմ, ինչն է փչացել։ Արձագանքն անմիջական էր դաժան։ Արմանը կարճ, անհոգի ծիծաղ տվեց, որին արագորեն միացան տեսարանին հետող կոստյումավոր տղամարդկանցից մի քանիսը։ Նրանցից մեկը, ֆինանսական ոլորտի մի գործարար, ում Արմանը մշուշոտ հիշում էր հասարակական միջոցառումներից, մոտեցավ հեգնական ժպիտով։ Տես, Արման։ Կարծես թե գտանք քո մեխանիկին, ասաց նա, առաջացնելով ներկաների ծիծաղը։ Մեկ այլ տղամարդ, մուգ կապույտ պիջակով, թանկարժեք ակնոցներով, միացավ ծաղրանքին։ Երի խորհրդատվության համար մի 500 դրամ է ուզում։ Բենթլեյի համար ձրի է։ Քրքիջը տարածվեց ինչպես դաժան վիրուս։ Արմանն իրեն քաջալերված զգաց հասակակիցների հավանությունից։ Նա վերից նայեց տղային, հայացքով անցնելով մաշված շորերի, կեղտոտ ձեռքերի, պատրված մարզակոշիկների վրայով։ Այդ տղայի մեջ ամեն ինչ ներկայացնում էր այն, ինչ Արմանը թողել էր հետում արամարում էր, աղքատություն, խոցելիություն, աննշանություն։ Տղա, դու գիտես ինչքան արժի այս մեքենան, հարցրեց Արմանը, ձայնի մեջ կաթեցնելով մեծամտություն։ Այս մեքենան ավելի թանկ արժի, քան դու կվաստակես քո ամբողջ կյանքում։ Դու իսկապես կարծում ես, որ կարող ես սարքել նման բան։ Տղան անմիջապես չպատասխանեց։ Նրա աչքերը քննում էին բացված շարժիչը այնպիսի կենտրոնացումով, որը տեղին չէր թվում նման պատանու համար։ Երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը հանգիստ էր, համարյա մեղմ։ Ես 6 տարեկանից հորս հետ աշխատում եմ։ Մենք Չարբախում ավտոտնակ արհեստանոց ունենք։ Գիտեմ, շարժիչները ոնց են աշխատում։ Կապ չունի Բենթլեյը, թե հին Ժիգուլի։ Շարժիչը։ Ամբոխն ավելի բարձր ծիծաղեց։ Բենթլեյին ու Ժիգուլին նույնն էին։
Տղայի միամտությունը թե ողորմելի էր, թե զվարճալի այն տղամարդկանց համար, ովքեր սովոր էին իրերի արժեքը չափել միայն գնով։ Անին, ով աճող անհանգստությամբ էր հետում տեսարանին, թեթակի դիպավ Արմանի թին։ «Պարոն, գուցե պարզապես սպասենք պաշտոնական մեխանիկին», ցածրաձայն առաջարկեց նա։ Բայց Արմանը մտնում էր վտանգավոր տարածք։ Նրա էգոն, որը վիրավորված էր հյուսիսային պողոտայում փչացած մեքենայով կանգնելու նվաստացուցիչ իրավիճակից, գտավ կատարյալ ելք նվաստացնել մեկին, ով ավելի թույլ էր։ Իսկ աճող լսարանը, որը բաղկացած էր այլ ազդեցիկ տղամարդկանցից, միայն սնում էր նրա ցանկությունը վերականգնել վերահսկողությունը ծաղրի միջոցով։ Ֆինանսական ոլորտի գործարարն ավելի մոտեցավ, ակնհայտորեն զվարճանալով։ Ինչու՞ թույլ չտալ տղային փորձել, Արման։ Դա զվարճանք կլինի, մինչ սպասում ենք։ Նա դրամատիկ դադար տվեց։ Կամ ավելի լավ, ինչ կասես գրազի մասին։ Արմանի աչքերը փայլեցին վտանգավոր լույսով։ Գրազ։ Իհարկե, շարունակեց տղամարդը, ցնելով հավաքական դաժանությունը։ Եթե լակոտը կարողանա սարքել քո մեքենան, դու նրան փող ես տալիս։ Բայց եթե չկարողանա, նա պետք է այստեղ բոլորի առջ խոստովանի, որ ինքը ստախոս է, ով ուզում էր ուշադրություն գրավել։ Առաջարկը ներկաների կողմից ընդունվեց խանդավառությամբ։ Դա այն դաժան զվարճանքի տեսակն էր, որը ձանձրացած ազդեցիկ մարդիկ երբեմն փնտրում են իրենց վերադաս զգալու համար։ Արմանը ընդամենը մի վայրկյան մտածեց առաջարկի շուրջ, նախքան սառը ժպտալը, այն ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Նա շրջվեց դեպի տղան, ով անշարժ կանգնած էր, դիտելով ամեն ինչ դժվար վերծանելի արտահայտությամբ։ Լսեցի՞ր, տղա։ Եթե դու իսկապես սարքես մեքենաս, ես քեզ 200,000 դրամ կտամ։ Բայց եթե չկարողանաս, բարձրաձայն կխոստովանես, որ ստախոս ես։ Համաձայն ես։ Տղան երկար նայեց Արմանին։ Այդ շագանակագույն աչքերում կար մի բան, որը Արմանը չկարողացավ նույնականացնել։ Դա վախ չէր, թե պետք է լիներ։ Դա մեծամտություն չէր, թե մարտահրավերը կարող էր դա հուշել։ Դա ավելի խորը, ավելի լուրջ բան էր։ Դա այն մարդու արժանապատվությունն էր, ով կորցնելու ոչինչ չուներ, բայց ապացուցելու ամեն ինչ։ Համաձայն եմ, պարզապես ասաց տղան։ Բայց երբ սարքեմ, դուք էլ փողը բոլորի առաջ կտաք։ Պատասխանի համարձակությունը ավելի շատ ծիծաղ առաջացրեց, բայց նա զարմանքի շշուկ։ Տղան քաջություն ուներ, դա անհերքելի էր։ Արմանը ձեռքը մեկնեց համաձայնության չափազանցված ժեստով, տղան այն սեղմեց զարմանալի ուժով նման փոքրիկի համար։ Ուրեմն պայմանավորվեցինք, հայտարարեց Արմանը աճող ամբոխին, որի մեջ հիմա կային նա հեռախոսներով նկարողներ։ Ջենթլմենական համաձայնություն։ Տերմինի հեգնանքը ոմանց կողմից աննկատ չմնաց, բայց մեծամասնությունը չափազանց հետաքրքրված էր զարգացող տեսարանով, որպեսզի կասկածի տակ դնի իրավիճակի էթիկան։ Այստեղ կանգնած էր փողոցի մի տղա, կեղտոտ ու համարյա բոբիկ, ով մարտահրավեր էր նետում Երանի ամենահարուստ մարդկանցից մեկին։ Դա այն պատմությունն էր, որը մարդիկ հետո կպատմեին, անկախ ելքից։ Տղան մոտեցավ շարժիչին։ Հովհաննեսը մի կողմ քաշվեց, միաժամանակ թեթացած, որ այլս պետք չէ փորփրել, հետաքրքրված տեսնելու, թե ինչ կլինի։ Տղան դրեց փոքրիկ ձեռքերը տաքացած մետաղի վրա, սկսեց քննել այնպիսի ճշգրտությամբ, որը անմիջապես գրավեց մոտիկից հետողների ուշադրությունը։ Նրա մատները անցնում էին խողովակների վրայով, ստուգում էին միացումները, փորձարկում էին լարվածությունը։ Դրանք գործողություններն իմացողի շարժումներ չէին։ Դա մեթոդական, պրոֆեսիոնալ, համարյա ծիսական քննություն էր։ Նա կռացավ շարժիչի վրա, քիթը համարյա դիպչում էր մասերին, աչքերը կկոցած բացարձակ կենտրոնացման մեջ։ Ամբոխը, որը սպասում էր արագ ձախողման նվաստացուցիչ ավարտի, սկսեց հետաքրքրվել։ Տղան ակնհայտորեն գիտեր, ինչ է անում։ Նրա շարժումները իրական փորձի վստահություն ունեին։ Նույնիսկ Արմանը, ով հետում էր ձեռքերը խաչած հարկադրված վերադասության արտահայտությամբ, անվստահության մի պահ զգաց։ Մի քանի րոպե անց, որոնք ներկաների համար ժամեր թվացին, տղան կանգ առավ։ Նրա աչքերը սերվեցին շարժիչի մի կոնկրետ կետի։ Նա մատներով զգուշորեն անցավ սրետինե խողովակի վրայով, թեթակի սեղմեց, հետո նայեց վեր, հանդիպելով Հովհաննեսի աչքերին։ Մեքենայի մեջ բարձր ճնշման ժապավեն, իզոլենտ, կա, հարցրեց նա։ Հովհաննեսը թարթեց աչքերը, զարմացած։ Այո, կա։ Գործիքների տուփի մեջ։ Կտակ։ Մեկ էլ լապտեր, եթե ունեք։
Հովհաննեսը նայեց Արմանին, ով անհամբեր համաձայնության նշան արեց։ Վարորդը գնաց բերելու իրերը վերադարձավ արծաթագույն ժապավենով ու փոքրիկ լապտերով։ Տղան վերցրեց երկուսն էլ շնորհակալական շարժումով նորից ուշադրությունը դարձրեց շարժիչին։ Լապտերով նա զգուշորեն լուսավորեց այն խողովակը, որը նույնականացրել էր։ Նրա աչքերն ավելի կկոցվեցին, հետո նա խոսեց ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշների համար։ Միկրոճակ օդի ընդունման համակարգի վակուումային խողովակի վրա։ Այն օդ է քաշում այնտեղից, որտեղից չպետք է, խախտում է վառելիքի խառնուրդը։ Դրա համար էլ մեքենան հանգել է։ Հաջորդած լռությունը լի էր լարվածությամբ։ Ներկաներից ոմանք նայեցին միմյանց անհավատությամբ։ Այդ տեխնիկական բառերը փողոցի երեխայի բերանից լսելը անիրական էր։ Արմանը զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Իսկ եթե տղան իսկապես գիտեր, ինչ է անում։ Տղան չսպասեց արձագանքի։ Ճշգրիտ շարժումներով նա սկսեց փաթաթել խողովակը բարձր ճնշման ժապավենով, ստեղծելով մի քանի շերտ այն հատվածի շուրջ, որտեղ հայտնաբերել էր խնդիրը։ Նրա մատները աշխատում էին այնպիսի հմտությամբ, որը մատնում էր տարիների փորձը։ Նա ուժեղ սեղմում էր ժապավենը, ապահովելով լիակատար հերմետիկություն, ստուգելով վերստուգելով իր աշխատանքը։ Ամբողջն այժմ լուռ հետում էր։ Կատակները դադարել էին։ Նույնիսկ այն տղամարդիկ, ովքեր առաջ ծիծաղում էին, հիմա լուռ էին, դիտելով հիացմունքի աճող անհանգստության խառնուրդով։ Հնարավորությունը, որ այդ երեխան կարող էր իրոք սարքել միլիոնավոր դոլարների մեքենան, միաժամանակ տպավորիչ էր խարխլում էր նրանց խնամքով կառուցված աշխարհայացքը։ Վերջապես, այն բանից հետո, ինչը հավերժություն թվաց, տղան մի քայլ հետ գնաց ձեռքերը սրբեց շորտերին։ Նա նայեց Հովհաննեսին պարզությամբ ասաց. «Կարող եք միացնել»։ Հովհաննեսը նայեց Արմանին, ով հիմա գունատ էր, նրա մեծամտությունը փոխարինվել էր լարված անորոշ արտահայտությամբ։ Գլխի շարժումով Արմանը թույլ տվեց։ Հովհաննեսը մտավ մեքենա, պտտեց բանալին, բոլորը շունչները պահեցին։ Շարժիչը մեկ անգամ հազաց։ Հետո մեկ այլ անգամ։ Եվ հետո ինչպես մեխանիկական հրաշք, այն նորից կյանք ստացավ, աշխատելով այն մեղմ լռությամբ, որն ունեն միայն լավ կարգավորված շքեղ շարժիչները։ Ձայնը կատարյալ էր, կայուն, հզոր։ Բենթլեին սարքված էր։ Մի պահ ոչ ոք չշարժվեց։ Աշխատող շարժիչը անիրական էր թվում, անհնար։ Հետո, կարծես կախարդանքը ցրվեց, ամբոխը պայթեց։ Սկսվեցին ինքնաբուխ ծափահարություններ, զարմանքի հիացմունքի բացականչություններ հնչեցին պողոտայում։ Մարդիկ, ովքեր նկարում էին, սկսեցին գոռալ իրենց տեսախցիկների մեջ, որսալով ոչ միայն վերանորոգումը, այլ շրջապատողների արձագանքը։ Տղան մնաց կանգնած, կեղտոտ ձեռքերը մարմնի երկայնքով, քրտնած դեմքը արտացոլում էր ոչ թե հաղթանակ, այլ պարզապես լուռ հոգնածություն։ Նա արել էր այն, ինչ ասել էր։ Ոչ ավել, ոչ պակաս։ Նրա համար դա պարզապես իր աշխատանքն էր, իր կյանքը, իր ամենօրյա իրականությունը։ Բայց մնացած բոլորի համար դա հրաշքի պես մի բան էր։ Արմանը քարացած էր։ Նրա ուղեղը հրաժարվում էր լիովին ընկալել այն, ինչի ականատեսն էր եղել։ Մի տասնամյա երեխա, Ջարբախի թաղամասերից, սարքել էր իր Բենթլեին հյուսիսային պողոտայի կենտրոնում, մինչդեռ իր պաշտոնական մեխանիկը խցանման մեջ էր։ Այն նվաստացումը, որ նա ծրագրել էր տղայի համար, հիմա բումերանգի պես վերադառնում էր իրեն։ Այն տղամարդիկ, ովքեր առաջ ծիծաղում էին ծաղրում, հիմա կաշկանդված լռում էին։ Ոմանք արդեն սկսել էին զգուշորեն հեռանալ, չցանկանալով ասոցացվել մի իրավիճակի հետ, որը ակնհայտորեն դարձել էր բարոյական խնդիր։ Ֆինանսական գործարարը, ով առաջարկել էր գրազը, նայում էր գետնին, խուսափելով ամբոխի մեջ գտնվող որոշ կանանց մեղադրական հայացքներից, ովքեր հիմա քննադատաբար էին նայում տեսարանին։ Անին նորից դիպավ Արմանիթին, այս անգամ ավելի հրատապ։ «Պարոն», շշնջաց նա։ «Գրազը»։ Արմանն իրեն զգում էր այնպես, կարծես շարժվում էր մածուցիկ հեղուկի միջով։ Նրա շարժումները դանդաղ էին, ավտոմատ։ Նա հանեց դրամապանակը պիջակի ներքին գրպանից, հանեց 2 հատ 100,000-անոց թղթադրամ, քայլեց դեպի տղան։ Ամեն քայլը ծանր էր թվում, կարծես ուսերին անտեսանելի բեռ էր տանում։ Տղան նայեց պարզված փողին, հետո Արմանի դեմքին։ Այդ պահին նրանց աչքերն առաջին անգամ իրապես հանդիպեցին։ Տղան տեսավ զայրույթ, նվաստացում, հազիվ քողարկված թշնամանք։ Արմանը տեսավ արժանապատվություն, հոգնածություն, մի իմաստնություն, որը չպետք է լիներ նման պատանու մեջ։
Վերցրու, ասաց Արմանը, ձայնը դուրս եկավ ավելի կոպիտ, քան նա ուզում էր։ Դու հաղթեցիր։ Տղան զգուշությամբ վերցրեց թղթադրամները, կարծես վախենում էր, որ դրանք կանհետանան, եթե շատ ուժեղ սեղմի։ Նա ծալեց դրանք դրեց շորտի գրպանը։ Շնորհակալություն, պարզապես ասաց նա, այդ բառի մեջ կար մի բան, որն Արմանին ավելի խորը խոցեց, քան ցանկացած վիրավորանք։ Ամբողջը շարունակում էր ծափահարել, որոշ մարդիկ մոտենում էին տղային շնորհավորելու, մյուսները պարզապես նայում էին Արմանին հայացքներով, որոնք տատանվում էին կարեկցանքից մինչ բացահայտ անհավանություն։ Մի տարեց տղամարդ, մաշված գլխարկով բանվորական շորերով, թփթփացրեց տղայի ուսին մի բան ասաց, որը Արմանը չլսեց, բայց ինչը ստիպեց տղային առաջին անգամ ժպտալ։ Արմանը կտրուկ շրջվեց։ Գնացինք, հրամայեց նա Հովհաննեսին Անիին։ Հիմա։ Նրանք արագ մտան մեքենա, շնորհակալ լինելով այդ իրավիճակից փախչելու առիթի համար։ Հովհաննեսը շարժեց Բենթլեին, մեքենան սահուն կերպով վերադարձավ երթևեկության մեջ, կարծես ոչինչ չէր պատահել։ Բայց ամեն ինչ պատահել էր։ Մինչ նրանք հեռանում էին, Արմանը նայեց հետին տեսադաշտի հայելուն։ Տղան դեռ այնտեղ էր, կանգնած մայթին, մարդկանցով շրջապատված իր 200,000 դրամը ապահով գրպանում, իր արժանապատվությունը, անխաթար չնայած ամեն ինչին։ Եվ Արմանը զգաց մի բան, որը հազվադեպ էր զգում, ամոթ։ Ոչ թե պարտվելու ամոթը, այլ ավելի խորը ամոթն այն բանի համար, թե ինչպես էր փորձել հաղթել։ Մեքենայի ներսում ծանր լռություն էր տիրում։ Անին կատաղի կերպով հաղորդագրություններ էր գրում հեռախոսով, արդեն կանխատեսելով այն վնասների վերահսկումը, որ պետք է աներ։ Հովհաննեսը հայացքը պահում էր ճանապարհին, բայց նրա ծնոտը լարված էր, կեցվածքը կարծրացած։ Նույնիսկ նա, ով սովոր էր Արմանի տարօրինակություններին, իրեն անհարմար էր զգում տեսածից։ Արմանը նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է երանը անցնում բետոնի ապակու շողքերի մեջ։ Նրա արտացոլանքը ապակու վրա ցույց էր տալիս մի մարդու, ով ավելի ծեր էր երում, քան իրականում կար այդ պահին։ Նրա դեմքի կնճիռներն ավելի խորն էին թվում, աչքերը ավելի հոգնած։ Նա կյանքում շատ բան էր շահել, կայսրություն էր կառուցել, նվաճել էր այն ամենը, ինչը փողը կարող էր գնել։ Բայց այդ օրը, հյուսիսային պողոտայի կենտրոնում, նա կորցրել էր մի բան, որի գոյության մասին նույնիսկ չգիտեր, մինչ չտեսավ դրա կորուստը, իր մարդկայնության մի կտորը։ Այն, ինչ նա չգիտեր, մինչ Բենթլեին սլանում էր դեպի իր գրասենյակը կենտրոնում, այն էր, որ պողոտայում անցկացրած այդ մի քանի րոպեները նկարահանվել էին տասնյակ հեռախոսներով։ Տեսանյութերն արդեն ուղարկվում էին, տարածվում, մեկնաբանվում։ Մեծամիտ գործարարի փոքրիկ մեխանիկի պատմությունը սկսում էր տարածվել սոցիալական ցանցերով ինչպես անտառային հրդեհը։ Ժամերի ընթացքում այդ պահը կդառնար վիրուսային։ Եվ Արման Վարդանյանը կպարզեր, որ որոշ բաներ, երբ կոտրվում են, հնարավոր չէ սարքել բարձր ճնշման ժապավենով բարի կամքով։ Որոշ բաներ պահանջում են ամբողջական վերակառուցում, ներսից դեպի դուրս։ Բայց դա նա դեռ չգիտեր։ Առայժմ նա պարզապես հեռանում էր, փորձելով մոռանալ այդ տղայի շագանակագույն աչքերը այն անհանգստացնող զգացողությունը, որ երկար ժամանակ անց առաջին անգամ նա նայել էր հայելուն իրեն դուր չէր եկել այն, ինչ տեսել էր այնտեղ։ Գորգ Սարգսյանը 200,000 դրամը սեղմել էր այնպիսի ուժով, որ նրա մատները սպիտակել էին։ Սա ավելի շատ փող էր, քան իր ընտանիքը տեսնում էր ամիսների աշխատանքի ընթացքում Չարբախի իրենց փոքրիկ ավտոտնակում։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին ոչ թե վախից, այլ թեթության, հոգնածության մի հույզի խառնուրդից, որը նա չէր կարողանում լիովին անվանել։ Նրա շուրջը ամբողջը կամաց-կամաց ցրվում էր, բայց որոշ մարդիկ դեռ մնում էին, ցանկանալով խոսել տղայի հետ, ով կատարել էր այդ անհավանական գործը։ Մի մոխրագույն մազերով բարի ժպիտով տիկին նրան ջուր առաջարկեց։ Մի երիտասարդ տղա, առաքիչի շորերով, արագ գրկեց նրան ասաց, որ նա օրինակ է բոլորի համար։ Գորգն ամեն ինչ ընդունում էր լուռ քաղաքավարությամբ, բայց նրա աչքերը հետում էին Բենթլեյին, որն անհետանում էր երթևեկության մեջ։ Նա հաղթանակ չզգաց։ Իրականում, ոչ։ Այն, ինչ նա զգաց, մի տարօրինակ ծանրություն էր, կարծես անցել էր մի բանի միջով, որն ավելի մեծ էր, քան ինքն էր հասկանում։ Այն ձը, որով այդ հարուստ մարդը նայել էր իրեն, մյուսների ծաղրանքը, դաժան ծիծաղը։ Գորգը ճանաչում էր այդ հայացքը։ Դա նույն հայացքն էր, որը նա տեսնում էր, երբ հոր հետ քայլում էր էլիտար թաղամասերով, երբ մտնում էին թանկարժեք խանութներ, իրենց վերանորոգած մեքենաների համար ներկրված մասեր փնտրելու։ Դա այն հայացքն էր, որն ասում էր. Դու այստեղի մարդ չես։
Բայց նա ապացուցել էր, որ ինքը պատկանում է այնտեղ, որտեղ ցանկանում է լինել։ Գոնե այսօր։ Գորգը փողը զգուշությամբ պահեց շորտի ամենախորը գրպանում սկսեց քայլել դեպի մետրոյի երիտասարդական կայարանը։ Նրա ոտքերը ցավում էին հին մարզակոշիկների մեջ, կոկորդը չորացած էր, իսկ դատարկ ստամոքսը հիշեցնում էր, որ նա նախաճաշից հետո ոչինչ չէր կերել։ Բայց նա գրպանում ուներ 200,000 դրամ, դա նշանակում էր ուտելիք սեղանին, դեղեր հոր համար գուցե մի փոքր հույս։ Այն, ինչ Գորգը չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին, երբ նա իջնում էր մետրոյի աստիճաններով, նրա պատմությունը պայթում էր սոցիալական ցանցերում։ Տեսանյութերը տեղադրվել էին գրեթե անմիջապես։ Նախ Instagram-ում, հետո Facebook-ում, արագորեն անցնելով TikTok-ին։ Նույն տեսարանի տարբեր անկյուններ, կոստյումավոր տղամարդկանց կողմից ծաղրվող փոքրիկ ու կեղտոտ տղան, դաժան գրազը, անհնարին վերանորոգումը, ապշահար լռությունը, երբ շարժիչը նորից կյանք ստացավ։ Վերնագրերը տարբեր էին։ Չարբախցի տղան նվաստացնում է միլիարդատեր գործարարին Հյուսիսայինում, երեխան սարքում է Bentley-ին խոնարհության դաս տալիս, Երանի ամենաերիտասարդ մեխանիկը։ Բայց բոլորն էլ պատմում էին նույն էական պատմությունը՝ Դավիթն ընդդեմ Գողիաթի, արժանապատվությունն ընդդեմ մեծամտության, տաղանդն ընդդեմ նախապաշարմունքի։ Եվ մարդիկ կատաղած էին։ Մեկնաբանությունները բազմանում էին ամեն վայրկյան։ Օգտատերերը նույնականացնում էին Արման Վարդանյանին, տեղադրում էին նրա նախագծերի լուսանկարները, հետաքննում էին նրա հանրային կյանքը։ Մյուսները տեղեկություններ էին փնտրում տղայի մասին, ցանկանալով իմանալ, թե ով է նա, որտեղից է, ինչպես օգնել նրան։ Բլոգերները կիսվում էին տեսանյութերով, զայրացած ուղերձներով սոցիալական անհավասարության կարեկցանքի բացակայության մասին։ Լրագրողներն արդեն փորձում էին գտնել թե Արմանին, թե Գորգին հարցազրույցների համար։ 3 ժամից պակաս ժամանակում հիմնական տեսանյութն ուներ 2 միլիոն դիտում։ 6 ժամում այն անցավ 10 միլիոնը։ Այն հայաստանյան թրենդների առաջին հորիզոնականում էր։ Հեռուստատեսային հաղորդումները սկսում էին պլանավորել հատուկ ռեպորտաժներ։ Պատմությունը դիպել էր հայ հասարակության բաց նյարդին, անհավասարության այն հին վերքին, որը երբեք իրականում չէր լավանում։ Արման Վարդանյանը պարզեց այս ամենը հնարավոր ամենավատ ձով։ Նա իր գրասենյակում էր, կենտրոնի բիզնես կենտրոններից մեկի 30-րդ հարկում, փորձելով կենտրոնանալ ճապոնացի ներդրողների հետ հանդիպման վրա, ովքեր հետաքրքրված էին Ամիրյան փողոցում նոր նախագծով։ Հանդիպումը լավ էր ընթանում, մինչ նրա հեռախոսը սկսեց անդադար թրթռալ։ Նախ ընկերների ծանոթների հաղորդագրություններն էին։ Հետո լրագրողների զանգերը։ Եվ վերջապես, ամենավատը։ Նրա հանրային կապերի տնօրենը մտավ հանդիպումների սենյակ հազիվ քողարկված խուճապի արտահայտությամբ։ Պարոն Վարդանյան, մենք պետք է խոսենք։ Հիմա։ Արմանը ներողություն խնդրեց ճապոնացիներից դուրս եկավ սենյակից։ Միջանցքում, հեռու օտար ականջներից, նրա տնօրենը ցույց տվեց նրան հեռախոսը։ Արմանը տեսավ իրեն, նկարահանված տարբեր անկյուններից, երեխային նվաստացնելիս։ Տեսավ ծիծաղը, արամարանքը, մեծամտությունը։ Տեսավ այն պահը, երբ տղան սարքեց մեքենան, իր սեփական հազիվ քողարկված նվաստացման արտահայտությունը։ Եվ տեսավ թվերը։ Միլիոնավոր դիտումներ։ Տասնյակ հազարավոր մեկնաբանություններ, որոնց մեծ մասը կատաղի էր, նրան անվանելով հրեշ, էլիտարիստ, այն ամենը, ինչ նա երբեք չէր պատկերացրել, որ իրեն հրապարակավ կանվանեն։ Նա զգաց, թե ինչպես է սիրտը սուզվում։ Ձեռքերը սառեցին։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Արման Վարդանյանը զգաց իրական վախ։ Ոչ թե ֆիզիկական վախ, այլ վախը տեսնելու, թե ինչպես է այն ամենը, ինչ ինքը կառուցել էր, փլուզվում ժամերի ընթացքում, մի քանի րոպե տաց պատահական դաժանության պատճառով։ Ճապոնացիների հետ հանդիպումը ստիպված եղան հետաձգել։ Արմանը փակվեց իր գրասենյակում, մինչ նրա ճգնաժամային թիմը հավաքվում էր խորհրդակցությունների դահլիճում։ Անին մտնում դուրս էր գալիս, բերելով գնալով ավելի վատ լուրեր։ Ներդրողներ, ովքեր զանգում էին մտահոգություն հայտնելու։ Գործընկերներ, ովքեր պահանջում էին արտակարգ հանդիպումներ։ Լրատվամիջոցներ, որոնք հավաքվել էին շենքի ընդունարանում։ Արմանը նստեց իր իտալական կաշվե աթոռին, որն ավելի թանկ արժեր, քան սովորական մեքենան, շատ տարիներ անց առաջին անգամ չիմացավ, ինչ անել։ Նա միշտ պատասխաններ էր ունեցել, միշտ վերահսկել էր իրադարձությունները, միշտ գնել էր իր ելքը խնդիրներից։ Բայց սա այլ էր։ Սա անձնական էր, վիրուսային, անվերահսկելի։ Նրա հեռախոսը զանգեց։
Հայկն էր, նրա հիմնական գործընկերը Վաղեմի ընկերը։ Արմանը պատասխանեց լարված ձայնով։ Տեսա՞ր։ Տեսա, պատասխանեց Արմանը, բառը դուրս եկավ որպես խոստովանություն։ Ծիծեռնակաբերդի խճուղու նախագծի ներդրողները նյարդայնացած են, Արման։ Շատ նյարդայնացած։ Նրանք չեն ուզում իրենց բրենդը կապել սրա հետ։ Հայկը ծանր դադար տվեց։ Մենք պետք է խոսենք ռազմավարության մասին։ Շուտով։ Արմանն անջատեց հեռախոսը, գլուխը հենեց ձեռքերին։ Իր հսկայական համայնապատկերային պատուհաններից այն կողմ երանը տարածվում էր բոլոր ուղղություններով, բետոնի ապակու մի ջունգլի, որը նա նվաճել էր հավակնությունների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Հիմա այդ նույն քաղաքը նրան դատում էր, դատապարտում, մահապատժի ենթարկում նրա հեղինակությունը իրական ժամանակում, լուսավորված էկրանների մուտքագրվող մատների միջոցով։ Մինչ Արմանի կայսրությունը սկսում էր ցնցվել իր հիմքերից, գորգը հասնում էր տուն։ Սարգսյանների ավտոտնակ արհեստանոցը գտնվում էր Չարբախի մի փոքրիկ հողակտորի վրա, Երանի հարավային մասում։ Դա համեստ տարածք էր, ճաքճքած ցեմենտե հատակով, յուղի հետքերով, պատերով, ինքնաշեն դարակների վրա դասավորված գործիքներով։ Բայց այն մաքուր էր, կազմակերպված, աշխատում էր որպես ընտանիքի սիրտը։ Այնտեղ Հակոբ Սարգսյանը 20 տարվա ընթացքում ազնվության հմտության համբավ էր ստեղծել։ Գորգը մտավ կողքի դարպասով, գտավ հորը, նստած պլաստմասե աթոռին, մեջքը ծրված մի ցավոտ անկյան տակ, որը մշտական էր դարձել 5 տարի առաջ տեղի ունեցած վթարից հետո։ Հակոբը 42 տարեկան էր, բայց 50-ի տեսք ուներ։ Սմազերը սկսել էին սպիտակել քունքերի մոտ, կոշտացած ձեռքերը պատմում էին տասնամյակների ձեռքի աշխատանքի պատմությունը, իսկ նրա շագանակագույն աչքերը, այնքան նման որդու աչքերին, կրում էին մի հոգնածություն, որը գերազանցում էր ֆիզիկականը։ Պապ, ցածրաձայն ասաց Գորգը, տղայի ձայնի մեջ մի բան ստիպեց Հակոբին անմիջապես բարձրացնել հայացքը։ Ինչ է պատահել, տղաս։ Մի բան է եղել։ Գորգը գրպանից հանեց թղթադրամները, դեռ ծալված, թեթակի տրորված։ Հակոբը նայեց փողին այնպես, կարծես տեսիլք լիներ։ Նրա բերանը բացվեց, բայց սկզբում ոչ մի ձայն դուրս չեկավ։ Այս որտեղից քեզ։ Եվ հետո Գորգը պատմեց։ Պատմեց հյուսիսայինում փչացած շքեղ մեքենայի մասին, հարուստ ու մեծամիտ մարդու մասին, նվաստացուցիչ գրազի մասին, վերանորոգման մասին։ Նրա ձայնը միալար էր, համարյա մեխանիկական, կարծես պատմում էր փաստեր, որոնք պատահել էին մեկ ուրիշի հետ։ Բայց նրա ձեռքերը դողում էին խոսելիս, մատնելով այն հույզերը, որոնք նա փորձում էր զսպել։ Հակոբը լուռ լսեց ամեն ինչ։ Երբ Գորգն ավարտեց, հայրը դժվարությամբ վեր կացավ, մեջքի ցավը երում էր ամեն շարժումից, ամուր գրկեց որդուն։ Գորգը, ով ողջ փորձության ընթացքում իրեն հավասարակշռված էր պահել, վերջապես թույլ տվեց իրեն զգալ։ Նրա ուսերը դողացին, լուռ արցունքները գլորվեցին յուղոտ դեմքով։ Դու ճիշտ ես վարվել, տղաս, շնջաց Հակոբը, ձայնը խեղդված։ Դու ապացուցեցիր քո արժեքը։ Բայց այս 200,000 դրամը ավելի թանկ նստեցին, քան պարզապես փողն է, չէ՞։ Գորգը գլխով արեց հոր կրծքին հենված։ Հա։ Դրանք արժեցան նրա միամտությունը, արժեցան նրա վստահության մի կտորը աշխարհի նկատմամբ, արժեցան այն համոզմունքը, որ քրտնաջան աշխատանքն ու տաղանդը բավարար են։ Նա սովորել էր, որ աշխարհը կարող է դաժան լինել, որ մարդիկ կարող են լինել նենգ, որ արժանապատվությունն ուներ մի գին, որը միշտ չէ, որ վճարվում էր բարի կամքով։ Արհեստանոցի հետում գտնվող տան դուռը բացվեց, հայտնվեց Աստղիկ Սարգսյանը, ձեռքերը սրբելով գունաթափված գոգնոցին։ Նա 38 տարեկան էր, սմազերը պարզ հավաքված էին, աչքերը տեսնում էին ամեն ինչ։ Տեսնելով ամուսնուն որդուն գրկած, այն փողը ձեռքերում, նա անմիջապես հասկացավ, որ մի նշանակալի բան է պատահել։ Ինչ է եղել։ Հակոբը նայեց կնոջը, նշան արեց, որ մոտենա։ Միասին երեքով մտան փոքրիկ, բայց անթերի մաքուր տունը։ Անուշը, Գորգի 7-ամյա քույրը, նստած էր հյուրասենյակի հատակին, նկարելով հին տետրի մեջ։ Նա բարձրացրեց հայացքը ժպտաց, տեսնելով եղբորը, բայց ժպիտը մարեց, երբ նկատեց արցունքները նրա դեմքին։ Ընտանիքը նստեց խոհանոցի սեղանի շուրջ, այն դեղին սեղանին, որը վկա էր եղել բոլոր կարևոր խոսակցություններին, բոլոր դժվար որոշումներին, բոլոր պահերին, որոնք սահմանում էին նրանց կյանքը։ Եվ Գորգը նորից պատմեց պատմությունը, այս անգամ ավելի շատ մանրամասներով, ավելի շատ հույզերով, թույլ տալով ընտանիքին տեսնել ոչ միայն այն, ինչ պատահել էր, այլ այն, թե ինչպես էր դա իրեն զգացնել տվել։ Աստղիկը բացահայտ լաց եղավ։
Հակոբը սեղմեց բռունցքները անզոր զայրույթից մի աշխարհի դեմ, որը զվարճանքի համար նվաստացնում էր երեխաներին։ Անուշը, լիովին չհասկանալով, բայց զգալով պահի լրջությունը, ամուր բռնեց եղբոր ձեռքը։ 200,000 դրամ, կրկնեց Աստղիկը, նայելով փողին այնպես, կարծես այն թե օրհնություն էր, թե անեծք։ Դա այնքան շատ բան է, Գորգ։ Մենք կարող ենք ուտելիք գնել, դեղեր քո հոր համար, այն գրքերը, որոնք քեզ պետք են դպրոցի համար։ Բայց Հակոբը դանդաղ օրորեց գլուխը։ Խոսքը միայն փողի մասին չէ, Աստղիկ։ Խոսքը նրա մասին է, թե ինչի միջով ստիպված եղավ անցնել մեր տղան դա ստանալու համար։ Նա դադար տվեց, նայելով Գորգին հպարտության տխրության խառնուրդով։ Բայց դու քեզ արժանապատիվ ես պահել, տղաս։ Դու թույլ չես տվել, որ նրանք դա քեզնից խլեն։ Իսկ դա ավելի թանկ է, քան աշխարհի ամբողջ փողը։ Այդ երեկո ընտանիքն ավելի լավ ընտրեց, քան կերել էին ամիսների ընթացքում։ Աստղիկը միս գնեց, որակյալ բրինձ լոբի։ Բայց նույնիսկ սեղանին դրված լավ ուտելիքի պայմաններում օդում լարվածություն կար, մի չասված ծանրություն։ Գորգը հազիվ դիպավ իր ափսեին, հայացքը հեռուն էր, միտքը ակնհայտորեն այլ տեղում։ Միայն այն ժամանակ, երբ պատրաստվում էին քնել, Աստղիկը նկատեց իր հին հեռախոսի ծանուցումները։ Ծանոթների հաղորդագրություններ, ուղարկվող հղումներ, մարդիկ, ովքեր հարցնում էին, արդյոք դա իրենց Գորգն է տեսանյութում։ Հետաքրքրված շփոթված, նա բացեց առաջին հղումը։ Եվ տեսավ որդուն էկրանին։ Տեսավ ամբոխը, լսեց դաժան ծիծաղը, հետեց, թե ինչպես է մեխանիկական հրաշքը տեղի ունենում։ Բայց ավելի կարևոր է, տեսավ թվերը։ 5 միլիոն դիտում։ 10 միլիոն։ 15 միլիոն։ Տեսանյութն ամենուր էր։ Դողացող ձեռքերով Աստղիկը կանչեց Հակոբին։ Միասին նրանք դիտեցին բազմաթիվ տեսանյութերը, կարդացին աջակցության մեկնաբանությունները, տեսան հարցազրույցներ խնդրող լրագրողներին, հետեցին, թե ինչպես է համազգային զայրույթը ձավորվում իրենց փոքրիկ հեռախոսների շուրջ։ Մեր տղան հայտնի է դարձել, շնջաց Հակոբը, բայց նրա ձայնի մեջ ուրախություն չկար։ Միայն մտահոգություն։ Նման փառքը գին ունի։ Աստղիկը լուր համաձայնեց։ Նա գիտեր պատմություններ մարդկանց մասին, ովքեր վիրուսային էին դարձել, ում կյանքը գլխիվայր շրջվել էր հանկարծակի ճնշող ուշադրությունից։ Նրա մի մասը ուզում էր պաշտպանել Գորգին դրանից, նրան թաքցնել, պահպանել նրա մանկությունը։ Բայց մյուս մասը, այն մասը, որը տեսնում էր որդու արտակարգ տաղանդը, որը կորչում էր հնարավորությունների բացակայության պատճառով, հարց էր տալիս, արդյոք սա կարող էր լինել այն հնարավորությունը, որին նրանք սպասում էին։ Այդ գիշեր, մինչ Սարգսյանները փորձում էին մարսել պատահածը, քաղաքի մյուս ծայրում մի այլ բան էր տեղի ունենում։ Մոնումենտի իր շքեղ բնակարանում մի 65-ամյա տղամարդ իր պլանշետով դիտում էր վիրուսային տեսանյութը։ Նրա անունը Բարսեղ էր, բայց բոլորը նրան գիտեին որպես վարպետ Բարսեղ, հայաստանյան ավտոմոբիլային ոլորտի լեգենդար կերպար։ Նա սկսել էր որպես մեխանիկ 70-ականներին, աշխատել էր Երանի լավագույն արհեստանոցներում, ի վերջո բացելով մրցարշավային շարժիչների պատրաստման իր սեփական ընկերությունը։ Վարպետ Բարսեղը թոշակի էր անցել 5 տարի առաջ, իր ընկերությունը զգալի գումարով վաճառելուց հետո։ Բայց նա երբեք չէր կորցրել սերը շարժիչների, մեխանիկայի, մեքենաները կատարյալ աշխատեցնելու արվեստի նկատմամբ։ Եվ երբ նա տեսավ, թե ինչպես է այդ 10-ամյա տղան ախտորոշում վերանորոգում Բենթլեյի խնդիրը 15 րոպեից պակաս ժամանակում, նրա ներսում ինչ-որ բան արթնացավ։ Բայց միայն մեխանիկական տաղանդը չէր, որ տպավորեց նրան։ Դա այն անունն էր, որը Գորգը նշել էր տեսանյութում։ Հակոբ Սարգսյան։ Չարբախ։ Վարպետ Բարսեղը ճանաչում էր այդ անունը։ Ճանաչում էր տասնամյակներ առաջվանից, երբ Հակոբը դեռ պատանի էր, աշխատելով որպես աշակերտ Էրեբունու մի արհեստանոցում։ Բարսեղն աշխատել էր Հակոբի հոր հետ, ով իր սերնդի լավագույն մեխանիկներից էր։ Նա տեսել էր, թե ինչպես է երիտասարդ Հակոբը խոստումնալից տաղանդ ցուցաբերում, այն հատուկ շնորհը, որը հնարավոր չէ սովորեցնել։ Եվ հետո Հակոբն անհետացել էր տեսադաշտից։ Բարսեղը լուրեր էր լսել վթարի մասին, ֆինանսական խնդիրների, մի կյանքի մասին, որը չէր գնացել այն խոստումնալից ուղով, որը թվում էր, թե ճակատագրված էր։ Բայց նա երբեք չէր մոռացել անունը կամ տաղանդը։ Հիմա, տեսնելով Հակոբի որդուն էկրանին, վարպետ Բարսեղը որոշում կայացրեց։ Նա վերցրեց հեռախոսը, սկսեց զանգեր անել։ Նա կապեր ուներ ավտոմոբիլային համայնքում, ճանաչում էր մարդկանց Չարբախում, կարող էր գտնել այդ ընտանիքին։
Եվ նա պատրաստվում էր դա անել։ Որովհետև եթե կար մի բան, որին վարպետ Բարսեղը խորապես հավատում էր ոլորտում անցկացրած 50 տարիներից հետո, դա այն էր, որ իսկական տաղանդը հազվադեպ էր թանկարժեք։ Եվ երբ դու գտնում էիր այն, հատկապես նման պատանու մեջ, ով բախվում էր այդքան դժվարությունների, դու բարոյական պարտավորություն ունեիր այն սնելու, պաշտպանելու, ծաղկելու հնարավորություն տալու։ Մինչ վարպետ Բարսեղը ծրագրում էր Սարգսյանների որոնումները, Արման Վարդանյանը անցկացնում էր իր կյանքի վատթարագույն գիշերը։ Ճգնաժամային հանդիպումը տել էր ժամեր։ Նրա հանրային կապերի թիմը ներկայացրեց ռազմավարություններ, ներողության տեքստ, իմիջային արշավ, վերահսկվող հարցազրույցներ։ Բայց ամեն ինչ թվում էր անբավարար, մակերեսային։ Խնդիրը միայն վատ գովազդը չէր։ Խնդիրն այն էր, որ մարդիկ տեսել էին, թե ով է Արմանն իրականում, հաջողակ գործարարի փայլուն դիմակի հետում։ Եվ նրանց դուր չէր եկել տեսածը։ Ներդրողները վերանայում էին համագործակցությունները։ Կոմերցիոն պայմանագրերը վտանգված էին։ Վարդանյան Construction բրենդը, որը մանրակրկիտ կերպով կառուցվել էր 2 տասնամյակի ընթացքում, արատավորվում էր ժամերի ընթացքում։ Որոշ հաճախորդներ արդեն չեղարկել էին նախագծերը։ Մյուսները սպասում էին տեսնելու, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Բայց ամենացավոտ հարվածը եկավ իր սեփական ընտանիքից։ Գրեթե կեսգիշեր էր, երբ Արմանը վերջապես հասավ Մոնումենտի իր առանձնատունը։ Նա ակնկալում էր տունը դատարկ գտնել, կինը հավանաբար արդեն քնած կլիներ, 2 դեռահաս երեխաները իրենց սենյակներում։ Բայց երբ նա բացեց դուռը, տեսավ երեքին էլ հյուրասենյակում սպասելիս։ Գայանեն, նրա կինը 20 տարի, նստած էր բազմոցին մի արտահայտությամբ, որը Արմանը չէր կարողանում վերծանել։ Դա հենց զայրույթ չէր, այլ ավելի սառը, ավելի վերջնական մի բան։ Նրա կողքին Արամը Մանեն, նրա 17-15 տարեկան երեխաները, նայում էին նրան ամոթի հիասթափության այնպիսի խառնուրդով, որն ավելի խորը խոցեց, քան ինտերնետի ցանկացած մեկնաբանություն։ Մենք պետք է խոսենք, ասաց Գայանեն, ձայնը հանգիստ էր, բայց հաստատակամ։ Արմանը ցած դրեց պայուսակը, թուլացրեց փողկապը։ Ես գիտեմ, ինչ տեսք ունի դա, բայց դուք չեք հասկանում, թե ինչ ճնշման տակ էի ես, մենք տեսանք տեսանյութը, Արման, ընդհատեց Մանեն, նրա աչքերում արցունքներ կային։ Մենք տեսանք, թե ինչպես ես նվաստացնում մի երեխայի։ Մի երեխայի, պապ։ Ինչպես կարողացար։ Արամը, ով սովորաբար ավելի զուսպ էր, խոսեց զսպված հույզերից դողացող ձայնով։ Ընկերներս ինձ հաղորդագրություններ են գրում։ Հարցնում են, արդյոք դա իրոք դու ես։ Հարցնում են, ոնց կարող եմ ես նման մարդու որդին լինել։ Ես չիմացա, ինչ պատասխանեմ, որովհետև ես էլ եմ ուզում դա իմանալ։ Բառերը հարվածեցին Արմանին ինչպես ֆիզիկական հարվածներ։ Նա բախվել էր անծանոթների քննադատությանը, ինտերնետում օտարների դատողությանը։ Բայց տեսնել հիասթափությունը սեփական երեխաների աչքերում մի բոլորովին այլ բնույթի ցավ էր։ Գայանեն վեր կացավ, մոտենալով նրան, բայց պահպանելով հեռավորությունը։ Դու հիշում ես, որտեղից ես եկել, Արման։ Հիշում ես, ինչ էր նշանակում դատվել արտաքինիդ, շորերիդ, հասցեիդ պատճառով։ Թե դու մոռացել ես այդ ամենը, երբ սկսեցիր փող աշխատել։ Եվ Արմանը հիշեց։ Հիշեց իր մանկությունը Հրազդանում մի փոքրիկ տան մեջ, որտեղ սենյակներից շատ քույր ու եղբայր կար։ Հիշեց շինարարությունում աշխատող հորը, լվացքարար մորը։ Հիշեց, թե ինչպես էին իրեն ծաղրում դպրոցում երկրորդ ձեռքի շորեր հագնելու համար, ինչպես էին իրեն վերաբերվում որպես ստորադասի ուսուցիչները, ովքեր ենթադրում էին, որ նա ոչ մի տեղ չի հասնի։ Հիշեց, թե ինչպես էր ինքն իրեն խոստացել, որ կլինի այլ կերպ, որ կհասնի հաջողության, որ բոլորին ցույց կտա։ Եվ իր թռիչքային վերելքի ճանապարհին ինչ-որ տեղ նա դարձել էր հենց այնպիսի մարդ, ովքեր նախկինում արամարում էին իրեն։ Ես չեմ մոռացել, ցածրաձայն ասաց նա, բայց արդարացումը դատարկ էր հնչում նույնիսկ իր սեփական ականջների համար։ Ապա ինչպես կարողացար դա անել այդ տղայի հետ, հարցրեց Գայանեն, տարիներ անց առաջին անգամ Արմանը տեսավ կնոջը լաց լինելիս։ Ինչպես դարձար հենց այնպիսի մարդ, ովքեր ստիպում էին մեզ տառապել։ Արմանը պատասխան չուներ։ Նա կանգնած էր այնտեղ, իր շքեղ հյուրասենյակում, շրջապատված այն ամենով, ինչը փողը կարող էր գնել, իրեն լիովին դատարկ էր զգում։ Նրա երեխաները նայում էին նրան այնպես, կարծես նա օտար լիներ։ Նրա կինը լաց էր լինում մի մարդու համար, ով գուցե երբեք գոյություն չէր ունեցել կամ ով վաղուց կորել էր։ Ընտանիքը գնաց քնելու լարված լռության մեջ։
Արմանը մնաց մենակ հյուրասենյակում, քաղաքի լույսերը փայլում էին համայնապատկերային պատուհաններից այն կողմ, տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա թույլ տվեց իրեն զգալ իրական զղջում։ Ոչ թե զղջում իր բիզնեսի վրա ունեցած ազդեցության համար, այլ զղջում դաժանության, կարեկցանքի բացակայության համար, այն բանի համար, որ դարձել էր այնպիսի մարդ, որը երդվել էր երբեք չլինել։ Նա մտածեց տղայի մասին։ Գորգ։ Նույնիսկ չգիտեր նրա ազգանունը։ Մտածեց շագանակագույն աչքերի, հանգիստ արժանապատվության, հանրային նվաստացմանը դիմակայելու քաջության մասին, իր արժեքն ապացուցելու հնարավորության համար։ Մտածեց, թե ինչպես այդ տասնամյա տղան ավելի շատ նկարագիր ուներ իր ճկույթի մեջ, քան Արմանը ցույց էր տվել իր 42 տարվա կյանքում։ Եվ Արմանը սկսեց հասկանալ, որ որոշ կամուրջներ, երբ այրվում են, վերակառուցելու համար պահանջում են ավելին, քան մակերեսային ներողությունները։ Դրանք պահանջում են իրական փոփոխություն, կոնկրետ գործողություններ, իսկական վերափոխում։ Հարցն այն էր, արդյոք նա պատրաստ էր դա անել։ Պատրաստ էր հրաժարվել ողջ մեծամտությունից, ողջ էլիտարիզմից, ողջ պատահական դաժանությունից, որը որդեգրել էր որպես զրահ աշխարհի դեմ։ Նա չգիտեր։ Բայց առաջին անգամ նա պատրաստ էր դիտարկել այդ հնարավորությունը։ Մինչդեռ Չարբախի մի փոքրիկ տան մեջ Գորգը վերջապես քնեց, ուժասպառ օրվա հուզական լարվածությունից։ Նրա մայրը նստեց նրա մահճակալի կողքին, դիտելով որդու քնի մեջ հանգստացած դեմքը։ Նա այնքան ջահել էր երում, այնքան անմեղ, այնքան խոցելի։ Աստղիկը ձեռքով մեղմորեն սահեցրեց որդու մազերի վրայով լուր աղոթք շշնջաց։ Աղոթեց, որ այն աշխարհը, որն այսօր բացահայտել էր Գորգին, վաղը բարի լինի նրա հանդեպ։ Աղոթեց, որ բացվող հնարավորությունները շատ բարձր գին չունենան։ Աղոթեց, որ իր որդին կարողանա պահպանել իր մաքուր ու բարի էությունը, չնայած այն ամենին, ինչին բախվել էր, ինչը դեռ սպասվում էր։ Որովհետև Աստղիկը գիտեր մի մոր իմաստնությամբ, ով շատ բան էր տեսել կյանքում, որ Գորգի Արմանի պատմությունը դեռ նոր էր սկսվում։ Վիրուսային տեսանյութը միայն առաջին գլուխն էր։ Այն, ինչ կլիներ հետո, կախված էր ընտրություններից, որոնք երկուսն էլ պետք է կատարեին, ուղիներից, որոնք պետք է անցնեին, փոփոխություններից, որոնք պետք է ընդունեին։ Եվ մինչ Երան քաղաքը քնած էր նրանց շուրջը, սոցիալ-տնտեսական սպեկտրի հակադիր ծայրերում գտնվող երկու ընտանիքներ բախվում էին նույն հիմնարար հարցի տարբեր տարբերակներին։ Ինչպես ես վերակառուցվում, երբ ամբողջ աշխարհը հետում է քեզ։ Գորգի համար դա կլիներ իր արժանապատվությունը տաղանդը պահպանելու հարց, մինչ նա կնավարկեր մի ուշադրության մեջ, որը չէր խնդրել։ Արմանի համար դա կլիներ այն մարդկայնությունը վերագտնելու հարց, որը նա կորցրել էր դեպի գագաթը բարձրանալիս։ Եվ երկուսի համար էլ արշալույսը կբերեր մարտահրավերներ, որոնցից ոչ մեկը պատրաստ չէր դիմակայել։ Օրը բացվեց մի գունատ լույսով, որը հազիվ էր կարողանում ճեղքել Երանի փոշին։ Արման Վարդանյանը արթնացավ իր իսկ տան բազմոցին, մարմինը ցավում էր անհարմար դիրքից իր կրած հուզական բեռից։ Գայանեն թույլ չէր տվել նրան քնել ննջասենյակում։ Երեխաները նախաճաշի ժամանակ հազիվ էին նայում նրա կողմը։ Շքեղ առանձնատունը, իր ներկրված հարդարանքով արտոնյալ տեսարանով, նման էր ոսկե բանտի։ Նա վախով ստուգեց հեռախոսը։ Ծանուցումները շարունակում էին գալ, անողոք կերպով։ Տեսանյութն անցել էր 20 միլիոն դիտումը։ Հեռուստատեսային հաղորդումները քննարկում էին դեպքը։ Մեծ թերթերում հրապարակվում էին կարծիքի հոդվածներ։ Սոցիոլոգները խոսում էին սոցիալական անհավասարության մասին։ Հոգեբանները վերլուծում էին Արմանի վարքագիծը։ Բլոգերները նկարում էին արձագանքի տեսանյութեր։ Նրա էլեկտրոնային փոստը լի էր մասնագիտական նամակներով։ Ներդրողներ, ովքեր չեղարկում էին հանդիպումները։ Գործընկերներ, ովքեր պահանջում էին շտապ խոսակցություններ։ Հաճախորդներ, ովքեր վերաբանակցում էին պայմանագրերը։ Իրավաբանական բաժինը նախազգուշացնում էր բարոյական վնասի համար հնարավոր հայցերի մասին։ Ամեն մի հաղորդագրություն մի փոքրիկ ռումբ էր, որը պայթում էր իր խնամքով կառուցված կայսրության մեջ։ Բայց ամենավատը եկավ, երբ նա բացեց տնտեսական թերթը։ Այնտեղ մի ամբողջ հոդված էր նվիրված դեպքին, վերլուծելով հնարավոր ազդեցությունը Վարդանյան Construction բրենդի վրա։ Շուկայի վերլուծաբանները կանխատեսում էին արժեզրկում։ Մրցակիցները նրբորեն օգտվում էին պահից, իրենց ներկայացնելով որպես ավելի էթիկական այլընտրանքներ։ Որոշ հին գործընկերներ հրապարակային հայտարարություններ էին անում, հեռավորություն պահելով Արմանից։ Նրան չեղարկում էին։
Ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ իրական աշխարհում, որտեղ հետանքները շոշափելի էին կործանարար։ Արմանը հասավ գրասենյակ, փորձելով պահպանել բնականոն տեսք, բայց անհնար էր անտեսել աշխատակիցների հայացքները։ Ոմանք թեքում էին հայացքները, երբ տեսնում էին նրան։ Մյուսները շշնջում էին, երբ նա անցնում էր։ Քարտուղարուհին, ով միշտ դիմավորում էր նրան պայծառ ժպիտով, հազիվ կարողացավ նայել նրա ուղղությամբ։ Առավոտյան հանդիպումը հանրային կապերի թիմի հետ դաժան էր։ Կլարան, հաղորդակցության տնօրենը, ներկայացրեց սարսափելի տվյալներ։ Հարցումները ցույց էին տալիս, որ տեսանյութը դիտած մարդկանց 80%-ը բացասական վերաբերմունք ուներ Արմանի նկատմամբ։ Սոցիալական ցանցերում զգացմունքների վերլուծությունը ցույց էր տալիս, որ նրա անվան հետ ասոցացվում էին այնպիսի բառեր, ինչպիսիք են մեծամիտ, դաժան, էլիտարիստ, անմարդկային։ Կանխատեսումները ցույց էին տալիս, որ իմիջի վերականգնումը կարող է տել տարիներ պահանջել միլիոնների ներդրում։ Ներողության տեքստը բավարար չի լինի, ուղիղ ասաց Կլարան, ձայնը պրոֆեսիոնալ էր, բայց հաստատակամ։ Մարդիկ բառեր չեն ուզում։ Նրանք ուզում են տեսնել իրական փոփոխություն, կոնկրետ գործողություն։ Եվ նույնիսկ այդ դեպքում, պարոն Վարդանյան, պետք է անկեղծ լինեմ։ Ոմանց համար դա երբեք բավարար չի լինի։ Հայկը, նրա գործընկերը, նստած էր սենյակի մի անկյունում, ձեռքերը խաչած, դեմքը փակ։ Երբ Կլարան ավարտեց իր ներկայացումը, նա վերջապես խոսեց. Ամիրյանի նախագծի ներդրողները հանդիպում են ուզում։ Այսօր։ Նրանք մտածում են լիովին դուրս գալու մասին։ Նա ծանր դադար տվեց։ Դա կարող է դոմինոյի էֆեկտ ստեղծել, Արման։ Եթե նրանք դուրս գան, մյուսները կհետեն։ Եվ եթե դա պատահի, քո ընկերությունը կարող է չգոյատել։ Բառերը կախվեցին օդում ինչպես դատավճիռ։ Արմանը զրոյից էր կառուցել Վարդանյան Construction-ը, աշխատելով օրական 18 ժամ, զոհաբերելով ժամանակը ընտանիքի հետ, զիջելով արժեքները։ Եվ հիմա ամեն ինչ վտանգված էր մի քանի րոպե տաց դաժանության պատճառով, որը նա նույնիսկ նշանակալի չէր համարել այդ պահին։ Ներդրողների հետ հանդիպումը ավելի վատ էր, քան նա պատկերացնում էր։ Նրանք քաղաքավարի էին, բայց ուղղակի։ Բրենդը վնասված էր։ Արմանի հետ ասոցացվելը ներկայացնում էր մի ռիսկ, որը նրանք պատրաստ չէին ստանձնել։ Նրանք առաջարկեցին պայմաններ նախագծից իրենց դուրս գալու համար։ Պայմաններ, որոնք Արմանի համար կնշանակեին միլիոնների կորուստ։ Նա փորձեց բանակցել, փաստարկել, երաշխիքներ տալ։ Բայց իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նրա համոզելու ուժը լիովին ձախողվեց։ Թվերը չէին ստում։ Հանրային կարծիքը չէր ստում։ Իսկ ներդրողները պատասխանում էին տվյալներին, ոչ թե ներողություններին։ Երբ հանդիպումն ավարտվեց, Արմանը մնաց մենակ իր սենյակում։ Նայեց պատուհանից այն քաղաքին, որը նվաճել էր, իրեն զգաց ինչպես գահազրկված թագավոր։ Այն ամենը, ինչին նա դիպչում էր, վերածվում էր ոսկու։ Հիմա այն ամենը, ինչին դիպչում էր, թվում էր, վերածվում էր մոխրի։ Հենց բացարձակ խոցելիության այդ պահին նրա հեռախոսը զանգեց։ Մայրն էր։ Տիկին Լուսինեն 72 տարեկան էր, ապրում էր Հրազդանի մի համեստ տան մեջ, այն նույն տանը, որտեղ Արմանը մեծացել էր։ Նա հրաժարվել էր տեղափոխվել ավելի շքեղ վայր, երբ որդին հարստացել էր, ասելով, որ իր արմատներն այնտեղ են, իր հանգուցյալ ամուսնու իրենց կառուցած կյանքի հիշողությունների հետ միասին։ Արմանը տատանվեց պատասխանելուց առաջ։ Նա գիտեր, ինչ է սպասվում։ Նրա մայրը տեսել էր տեսանյութը։ Բոլորը տեսել էին։ Փրկություն չկար։ Բար մայրիկ, ասաց նա, փորձելով ձայնը հաստատակամ պահել։ Արման Վարդանյան, սկսեց տիկին Լուսինեն, ամբողջական անունով դիմելը երբեք լավ նշան չէր։ Ես քեզ ավելի լավ եմ դաստիարակել։ Պարզ բառերը կրում էին մի ծանրություն, որին ոչ մի ներդրող կամ լրագրող չէր կարող հավասարվել։ Դրանք հիասթափված մոր բառերն էին, դա ցավեցնում էր այնպես, ինչպես Արմանը պատրաստ չէր զգալու։ Մայրիկ, ես, հիշում ես, երբ դու այդ տղայի տարիքին էիր, ընդհատեց նա։ Հիշում ես, երբ փռի տերը քեզ մեղադրեց հաց գողանալու մեջ, որովհետև դու սոված նայում էիր դրան։ Հիշում ես, դա քեզ ոնց զգացնել տվեց։ Ոնց էիր հետո իմ գրկում լաց լինում։ Արմանը հիշում էր։ Հիշում էր այրող նվաստացումը, անարդարությունը, այն զգացողությունը, որ քեզ դատում են մի բանի համար, որի վրա վերահսկողություն չունես։ Հիշում էր, թե ինչպես էր ինքն իրեն խոստացել, որ երբեք թույլ չի տա մեկ ուրիշին այդպես զգալ։
Հիշում եմ, խոստովանեց նա, ձայնը կոտրվելով։ Ապա ինչպես կարողացար դա անել այդ տղայի հետ։ Ինչպես դարձար այնպիսի մարդ, որոնցից մենք վախենում էինք։ Պատասխան չկար, որը կարող էր արդարացնել նրա գործողությունները։ Արմանը գիտեր դա։ Բայց տիկին Լուսինեն հետաքրքրված չէր արդարացումներով։ Նա հետաքրքրված էր ավելի խորը բանով։ Որդիս, շարունակեց նա, ձայնը մի փոքր մեղմանալով, ես 30 տարի լվացքարար եմ աշխատել։ Լվացել եմ հարուստների կեղտոտ շորերը, ովքեր հազիվ էին նայում ինձ։ Հայրդ մեջքը ջարդեց շինարարություններում, որ դու կարողանաս սովորել։ Մենք դա չենք արել նրա համար, որ դու դառնաս ճիշտ այնպիսին, ինչպիսին այն մարդիկ էին, ովքեր մեզ արամարում էին։ Մենք դա արել ենք, որ դու ավելի լավը լինես։ Այն արցունքները, որոնք Արմանը պահում էր նախորդ գիշերվանից, վերջապես սկսեցին հոսել։ Նա մենակ էր իր շքեղ գրասենյակում, լաց էր լինում երեխայի պես, հեռախոսը սեղմած ականջին, մինչ լսում էր, թե ինչպես է մայրը քանդում իր կառուցած բոլոր պաշտպանական պատնեշները։ Ես չգիտեմ, ոնց սա ուղղեմ, մայրիկ, խոստովանեց նա։ Ես չգիտեմ, ոնց նորից դառնամ այն մարդը, ում դու դաստիարակել ես։ Գծի մյուս ծայրում երկար դադար եղավ։ Երբ տիկին Լուսինեն նորից խոսեց, նրա ձայնը կրում էր տասնամյակների պայքարի գոյատման միջոցով ձեռք բերված իմաստնություն։ Դու սկսում ես նրանից, որ գնում ես այդ ընտանիքի մոտ ներողություն ես խնդրում։ Իրականում։ Ոչ թե քո թիմի գրած հայտարարությամբ։ Դու… Նայելով նրանց աչքերին ընդունելով, որ սխալվել ես։ Եվ հետո օգնություն ես առաջարկում։ Իրական օգնություն։ Այն տեսակից, որը փոփոխություն է բերում։ Նա դադար տվեց։ Դու փող ունես, Արման։ Ավելի շատ փող, քան մենք երբեք երազել ենք ունենալ։ Օգտագործիր այն մի լավ բանի համար։ Օգտագործիր այն սարքելու համար այն, ինչը կոտրել ես։ Բայց, իսկ եթե նրանք չընդունել։ Իսկ եթե արդեն ուշ է։ Ապա գոնե դու փորձած կլինես։ Եվ գուցե, միայն գուցե, դու սկսես նորից ճանաչել քեզ հայելու մեջ։ Զանգն ավարտվեց, բայց տիկին Լուսինեի բառերը արձագանքում էին Արմանի մտքում։ Նա նայեց իր գրասենյակի շուրջը։ Գործարար հաջողությունների մրցանակներ, լուսանկարներ քաղաքական գործիչների հայտնիների հետ, պատվոգրեր։ Ամեն ինչ հիմա դատարկ էր թվում, անիմաստ մի կյանքի զարդարանքներ, որը կորցրել էր իր նպատակը ճանապարհին ինչ-որ տեղ։ Արմանը սրբեց արցունքները, որոշում կայացրեց։ Մի որոշում, որը միաժամանակ սարսափեցնում էր ազատում։ Նա պատրաստվում էր անել այն, ինչ մայրն առաջարկեց։ Գտնելու էր այդ ընտանիքին, ներողություն էր խնդրելու, իրական օգնություն էր առաջարկելու։ Ոչ թե հանրային կապերի համար։ Ոչ թե իր բիզնեսը փրկելու համար։ Այլ որովհետև դա ճիշտ էր։ Նա կանչեց Անին իր սենյակ։ Անին զգուշությամբ մտավ, դեռ մարսելով այն ամենը, ինչ պատահել էր։ Ինձ պետք է, որ դու գտնես այդ տղայի ընտանիքի հասցեն։ Գորգի։ Այն տղայի, ով սարքեց մեքենան, ասաց Արմանը, ձայնն այլ էր, ավելի մեղմ, ավելի մարդկային։ Անին թարթեց աչքերը, զարմացած։ Պարոն։ Ես պետք է տեսնեմ նրանց։ Անձամբ։ Առանց տեսախցիկների, առանց թիմի։ Միայն ես։ Անին տատանվեց, մտածելով խնդրանքի շուրջ։ Պարոն Վարդանյան, հաղորդակցության թիմը դա չէր հանձնարարի։ Դա կարող է դիտվել որպես, ինձ չի հետաքրքրում, թե դա ոնց կարող է դիտվել, մեղմորեն ընդհատեց Արմանը։ Ես պետք է դա անեմ։ Խնդրում եմ, գտիր հասցեն։ Մի քանի ժամ տեց, բայց Անին հաջողվեց գտնել Սարգսյանների հասցեն կապերի զգույշ հետաքննության միջոցով։ Նրանք ապրում աշխատում էին Չարբախի մի փոքրիկ ավտոտնակ արհեստանոցում։ Արմանը նշեց հասցեն դողացող ձեռքերով։ Այդ կեսօրին մի այլ բան էր տեղի ունենում, որի մասին Արմանը բացարձակապես տեղյակ չէր։ Վարպետ Բարսեղը գտել էր Սարգսյանների ընտանիքին։ Ձեր մեխանիկը առավոտյան էր հասել արհեստանոց, վարելով մի համեստ մեքենա, հագած պարզ շորեր։ Երբ նա մտավ տարածք, Հակոբը փորձում էր աշխատել, չնայած մեջքի մշտական ցավին, մինչ աստղիկը թղթերն էր դասավորում մի ինքնաշեն սեղանի վրա։ Բարսեղ, Հակոբը բարձրացրեց հայացքը, անհավատությամբ։ Վարպետ Բարսեղ։ Հենց ինքը, պատասխանեց վարպետ Բարսեղը ջերմ ժպիտով։ Ինչքան ժամանակ է անցել, Հակոբ։
Երկու տղամարդիկ գրկախառնվեցին հին ծանոթների մտերմությամբ, որոնց կյանքը բաժանել էր։ Բարսեղը բացատրեց, որ տեսել էր տեսանյութը, ճանաչել էր անունը, փնտրել էր ընտանիքին։ Հակոբը, հուզված, ներկայացրեց աստղիկին, կանչեց Գորգին ու Անուշին։ Երբ Գորգը հայտնվեց, դեռ ամաչկոտ մարսելով ստացած ուշադրությունը, վարպետ Բարսեղը նայեց նրան մաքուր հիացմունքի արտահայտությամբ։ Ուրեմն դու ես այն երիտասարդ հանճարը, ում մասին բոլորը խոսում են, ասաց նա, ձեռքը մեկնելով։ Ես տեսա, թե ինչ արեցիր այդ Բենթլեյի հետ։ Կատարյալ ախտորոշում, ստեղծագործական լուծում։ Դու շնորհ ունես, տղաս։ Ճիշտ այնպես, ինչպես հայրդ ուներ։ Գորգը սեղմեց ձեռքը երկյուղացությամբ։ Վարպետ Բարսեղը լեգենդ էր մեխանիկների շրջանում։ Նույնիսկ Գորգը, ընդամենը 10 տարեկան լինելով, գիտեր պատմությունները այն մարդու մասին, ով շարժիչներ էր կառուցել մրցարշավային մեքենաների համար, ով փոխել էր հայաստանյան ավտոմոբիլային ոլորտը։ Մեծահասակները ժամերով խոսեցին։ Բարսեղը պատմեց հին ժամանակների պատմություններ, երբ ճանաչել էր Հակոբի հորը, տեսել էր երիտասարդ Հակոբի խոստումնալից տաղանդը։ Հակոբը բացատրեց վթարը, որը վնասել էր իր ողնաշարը, արհեստանոցը պահելու տարիների պայքարը, սահմանափակ միջոցներով ընտանիք պահելու մարտահրավերները։ Եվ հետո Բարսեղը մի առաջարկ արեց, որը Սարգսյանների ընտանիքին անխոս թողեց։ Հակոբ, քո մեջքին պատշաճ բուժում է պետք։ Ոչ թե այս ժամանակավոր դեղերը, որոնք դու խմում ես։ Իրական բուժում։ Վիրահատություն, եթե պետք է։ Նա դադար տվեց։ Ես կապեր ունեմ Երանի լավագույն հիվանդանոցներում։ Մասնագետ բժիշկներ, ովքեր ինձ լավություն են պարտք։ Թույլ տուր ինձ կապել քեզ նրանց հետ։ Հակոբը փորձեց առարկել, հպարտությունն ու երախտագիտությունը պայքարում էին նրա ներսում։ Բարսեղ, ես չեմ կարող բարեգործություն ընդունել։ Սա բարեգործություն չէ, հաստատական պատասխանեց Բարսեղը։ Սա արդարություն է։ Դու վնասվել ես աշխատանքային վթարի ժամանակ, որը քո մեղքով չէր։ Այն ընկերությունը, որը պետք է քեզ փոխհատուցեր, փախավ իր պատասխանատվությունից։ Ես պարզապես անում եմ այն, ինչ պետք է արվեր տարիներ առաջ։ Նա շրջվեց դեպի Գորգը։ Իսկ դու, պատանի։ Դու հազվագյուտ տաղանդ ունես։ Այն տեսակի տաղանդը, որը չպետք է կորչի հնարավորությունների բացակայության պատճառով։ Նա նորից նայեց Հակոբին աստղիկին։ Ձեր թույլտվությամբ ես կցանկանայի լինել Գորգի ուսուցիչը, մենթորը։ Սովորեցնել այն, ինչ գիտեմ, դռներ բացել, ապահովել, որ նա ունենա գործիքներ, գիտելիք, այնքան հեռու գնալու, որքան իր տաղանդը թույլ կտա։ Աստղիկը սկսեց լաց լինել։ Ոչ թե տխրության արցունքներ, այլ ճնշող թեթության։ Կարծես մի դուռ, որը փակ էր եղել ամբողջ կյանքում, վերջապես բացվում էր։ Հակոբը գրկեց կնոջը, իր աչքերը նույնպես թաց էին։ Ես չգիտեմ, ոնց շնորհակալություն հայտնեմ, ասաց Հակոբը, ձայնը խեղդված։ Շնորհակալություն ես հայտնում, թույլ տալով ինձ օգնել, պարզապես պատասխանեց Բարսեղը։ Եվ գուցե մի օր, երբ Գորգը մեծ մեխանիկ կամ ինժեներ դառնա, նա կօգնի մի ուրիշ երեխայի, ինչպես հիմա մեկն օգնում է իրեն։ Այդպես շղթան շարունակվում է։ Կեսօրն անցավ ծրագրավորման մեջ։ Բարսեղն արդեն զանգեր էր անում, հանդիպումներ նշանակում, ընտանիքին կապում ռեսուրսների հետ։ Օդում հույս կար, զգացողություն, որ գուցե, միայն գուցե, լավ բաներ կարող են ծնվել վատ փորձառություններից։ Հենց այդ վերացնված լավատեսության պահին Արման Վարդանյանը ժամանեց։ Նա իր իտալական կոստյումը փոխել էր ջինսե տաբատով պարզ պոլո շապիկով։ Բենթլեյին թողել էր ավտոտնակում, վերցրել էր իր ունեցած ամենահամեստ մեքենաներից մեկը, մի սովորական սեդան, որն ուշադրություն չէր գրավի։ Նա անձամբ վարեց մինչ Չարբախ, իր ԳՊՍ-ի ուղեկցությամբ այնպիսի փողոցներով, որտեղ իր նախկին կյանքում երբեք ոտք չէր դնի։ Թաղամասը տարբերվում էր այն ամենից, ինչ Արմանը գիտեր։ Պարզ տներ, նեղ փողոցներ, մայթերին խաղացող երեխաներ։ Բայց այնտեղ կյանք կար, համայնք, մի բան, որն իր փակ թաղամասերը, շքեղ շենքերը երբեք չէին կարողացել կրկնօրինակել։ Երբ նա գտավ արհեստանոցը, Արմանը կայանեց փողոցի մյուս կողմում, երկար ժամանակ նստած մնաց, քաջություն հավաքելով։ Ցանկապատի միջից նա կարող էր տեսնել շարժում, մարդիկ խոսում էին, աշխատում։ Նրա սիրտը ուժգին բաբախում էր, ձեռքերը քրտնում էին։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Արման Վարդանյանը անկեղծորեն վախենում էր։ Բայց նա դուրս եկավ մեքենայից։ Անցավ փողոցը։
Դողացող ձեռքերով բացեց դարպասը, ներս մտավ։ Խոսակցությունն անմիջապես դադարեց։ Բոլորը շրջվեցին տեսնելու, թե ով է եկել։ Եվ երբ տեսան Արմանին այնտեղ անհարմար կանգնած սովորական շորերով, որոնք դեռ շատ թանկ էին թվում այդ միջավայրի համար, լարվածությունը շոշափելի դարձավ։ Գորգն առաջինը ճանաչեց նրան։ Նրա աչքերը լայնացան, մարմինը լարվեց։ Աստղիկը բնազդաբար որդուն քաշեց իր կողմը։ Հակոբը դժվարությամբ վեր կացավ, կանգնելով իր ընտանիքի անսպասելի հյուրի մեջ։ Վարպետ Բարսեղը, ով Արմանին անձամբ չէր ճանաչում, բայց ճանաչեց դեմքը տեսանյութերից, կկոցեց աչքերը։ Արմանը խորը շունչ քաշեց։ Նրա ձեռքերը դողում էին, ձայնը համարյա դավաճանում էր նրան։ Բայց նա ստիպեց բառերին դուրս գալ։ Իմ անունը Արման Վարդանյան է։ Ես այն մարդն եմ, ով երեկ նվաստացրեց ձեր որդուն։ Եվ ես եկել եմ այստեղ ներողություն խնդրելու։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Ոչ ոք դրան չէր սպասում։ Հակոբը նայեց այն մարդուն, ով ծաղրել էր գորգին, փնտրելով անկեղծության կամ մանիպուլյացիայի նշաններ։ Աստղիկը գորգին մոտ էր պահում, պաշտպանողաբար։ Գորգը պարզապես նայում էր, նրա շագանակագույն աչքերը ուսումնասիրում էին Արմանին մի ապշեցուցիչ լարվածությամբ։ Արմանը շարունակեց, բառերը դուրս էին գալիս անկեղծ հույզերի ընդհատվող հոսքով։ Արդարացում չկա այն բանի համար, ինչ ես արեցի։ Ոչ մի։ Ես հիասթափված էի, զայրացած դա թափեցի մի երեխայի վրա, ով ընդամենն ուզում էր օգնել։ Ես նրան նվաստացրեցի, որովհետև դա ինձ ուժեղ զգալ տվեց, երբ ես ինձ անզոր էի զգում։ Եվ դա աններելի է։ Նա ուղիղ նայեց գորգին։ Դու 10 տարեկանում ավելի շատ նկարագիր ցույց տվեցիր, քան ես ցույց եմ տվել իմ ամբողջ կյանքում։ Դու ճիշտ էիր, ես սխալ, ես ցավում եմ։ Խորապես անկեղծորեն, ես ներողություն եմ խնդրում։ Արցունքները սկսեցին հոսել Արմանի դեմքով, դրանք արդյունքի համար հաշվարկված արցունքներ չէին։ Դրանք իրական զղջման արցունքներ էին, իրական ամոթի մի մարդու, ով առերեսվում էր իր վատթարագույն տարբերակի հետ։ Հակոբը հայացք փոխանակեց Աստղիկի հետ։ Վարպետ Բարսեղը հետում էր ամեն ինչին չեզոք, բայց ուշադիր արտահայտությամբ։ Իսկ գորգը պարզապես շարունակում էր նայել Արմանին այն աչքերով, որոնք տեսնում էին ավելին, քան երեխան պետք է տեսներ։ Ինչու եք այստեղ, վերջապես հարցրեց Հակոբը, ձայնը զգուշավոր էր։ Ձեր իմիջը փրկելու համար։ Ներողության տեսանյութ նկարելու համար, որ ձեր մարքեթինգային թիմն օգտագործի։ Ոչ, Արմանը կտրուկ օրորեց գլուխը։ Տեսախցիկներ չկան։ Թիմ չկա։ Միայն ես։ Եվ ես եկա, որովհետև մայրս ինձ հիշեցրեց, թե ով էի ես առաջ, նախքան դառնալը սա։ Նա անորոշ ժեստ արեց իր ուղղությամբ։ Ես եկա, որովհետև պետք է փորձեմ սարքել այն, ինչ կոտրել եմ, նույնիսկ եթե դա անհնար է։ Աստղիկը խոսեց առաջին անգամ, ձայնը հաստատակամ էր, բայց ոչ թշնամական։ Բառերը հեշտ են, պարոն Վարդանյան։ Ինչ եք դուք իրականում առաջարկում։ Արմանը մտածել էր դրա մասին ողջ ճանապարհին։ Նա խորհրդակցել էր մասնագետների հետ, հետազոտություններ էր արել, պատրաստել էր կոնկրետ առաջարկներ։ Բայց հիմա, այս ընտանիքի առջ, ովքեր այդքան բանի էին դիմակայել, դեռ պահպանում էին իրենց արժանապատվությունը, այն ամենը, ինչ նա ծրագրել էր, անբավարար էր թվում։ Այնուամենայնիվ, նա փորձեց։ Ես իմացա ձեր ամուսնու վիճակի մասին։ Ողնաշարի վնասվածքի։ Նա նայեց Հակոբին։ Ես ուզում եմ հոգալ ամբողջական բուժման ծախսերը։ Խորհրդատվություններ լավագույն մասնագետների հետ, վիրահատություն, եթե պետք է, ֆիզիոթերապիա, ամեն ինչ։ Առանց պայմանների, առանց պարտավորությունների։ Նա նայեց գորգին։ Իսկ քեզ համար։ Լիարժեք կրթաթոշակ։ Լավագույն մասնավոր դպրոցը, նյութերը, համազգեստը, ամեն ինչ մինչ համալսարան։ Ինչ մասնագիտություն էլ ընտրես, դու կունենաս ռեսուրսներ դրան հետամուտ լինելու համար։ Եվ ավելին, շարունակեց նա, ձայնը ուժ էր ստանում անկեղծությունից։ Ես հիմնադրամ կստեղծեմ արհեստանոցի համար։ Նոր սարքավորումներ, որակյալ գործիքներ, այն ամենը, ինչ ձեզ պետք է ձեր աշխատանքն ավելի լավ անելու համար։ Եվ եթե լինի ուրիշ որևէ բան։ Իսկապես որևէ բան, որ ես կարող եմ անել փոխհատուցելու համար իմ հասցրած վնասը, ես կանեմ։ Առաջարկը կախվեց օդում։
Այն առատաձեռն էր, զարմանալիորեն մանրամասն, ակնհայտորեն մտածված։ Բայց Սարգսյանների ընտանիքը հեշտությամբ չէր տպավորվում փողով։ Նրանք սովորել էին, որ այն, ինչն իրականում կարոր էր, հնարավոր չէր գնել։ Վարպետ Բարսեղը խզեց լռությունը։ Կարող եմ մի հարց տալ, պարոն Վարդանյան։ Արմանը գլխով արեց, անհամբեր։ Ինչու հիմա։ Ինչու պարզապես անանում բանկային փոխանցում չանել շարունակել ձեր կյանքը։ Ինչու գալ այստեղ, այսպես բացահայտվել։ Արմանը ուշադիր մտածեց պատասխանելուց առաջ։ Որովհետև բանկային փոխանցումները չեն փոխում այն, թե ով ես դու։ Ես կարող էի փող տալ շարունակել լինել նույն սարսափելի մարդը։ Բայց գալ այստեղ, նայել այն մարդկանց աչքերին, ում ցավ եմ պատճառել, ընդունել իմ սխալները։ Դա սկիզբն է ուրիշ մարդ դառնալու։ Ավելի լավ մարդ դառնալու։ Նա նայեց ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Ես ներում չեմ խնդրում։ Չեմ կարծում, որ արժանի եմ։ Ես պարզապես խնդրում եմ հնարավորություն անելու այն, ինչ ճիշտ է։ Եվ եթե դուք ինձ թույլ տաք, ես խոստանում եմ, որ սա միանգամյա գործողություն չէ։ Ես կշարունակեմ ցույց տալ գործով, ոչ թե բառերով, որ ես փոխվում եմ։ Գորգը վերջապես խոսեց, ձայնը ջահել էր, բայց զարմանալիորեն հասուն։ Դուք արեցիք այն, ինչ արեցիք, որովհետև կարծում էիք, թե ինձնից լավն եք։ Որովհետև հարուստ էիք, իսկ ես, աղքատ։ Եթե իսկապես փոխվել եք կամ փոխվում եք, պետք է դա ապացուցեք ոչ միայն ինձ հետ, այլ բոլորի հետ։ Երեխայի պարզ բառերը դիպան հարցի բունեությանը։ Արմանը դանդաղ գլխով արեց։ Դու ճիշտ ես։ Եվ ես կփորձեմ։ Չգիտեմ, կստացվի, թե ոչ, բայց կփորձեմ։ Սարգսյանների ընտանիքը հայացքներ փոխանակեց։ Կար շատ բան մտածելու, շատ բան վտանգված էր։ Արմանի առաջարկը կարող էր վերափոխել նրանց կյանքը, Հակոբին հնարավորություն տալ ապաքինվելու, Գորգին տալ հնարավորություններ իր երազանքներից այն կողմ։ Բայց ընդունելը նա նշանակում էր վստահել մեկին, ով դաժանություն էր ցուցաբերել, հավատալ մի փոփոխության, որը կարող էր լինել ժամանակավոր կամ մակերեսային։ Հակոբն էր, որ վերջապես խոսեց, ձայնը հոգնած էր, բայց հաստատակամ։ Մենք կընդունենք ձեր օգնությունը, պարոն Վարդանյան։ Բայց մի պայմանով։ Դուք կշարունակեք ապացուցել, որ փոխվել եք։ Ոչ միայն մեզ հետ, այլ աշխարհում։ Եթե սա միայն ձեր խիղճը մաքրելու նախկինի պես դառնալու համար է, մենք կիմանանք։ Եվ ողջ օգնությունը կդադարի։ Արմանը գլխով արեց, թեթացած երախտապարտ։ Ես ընդունում եմ այդ պայմանը։ Եվ խոստանում եմ։ Ես այլ մարդ կլինեմ։ Մինչ մանրամասները քննարկվում էին, մինչ հեռախոսահամարներն էին փոխանակվում, ծրագրերն էին կազմվում, մի հիմնարար բան էր փոխվել։ Երկու կյանքեր, որոնք երբեք չպետք է խաչվեին, հիմա հյուսված էին միմյանց այնպես, որ նրանցից ոչ մեկը չէր կանխատեսել։ Արմանը սկսում էր քավության մի ճանապարհ, որը կլիներ երկար դժվար։ Գորգը սկսում էր հնարավորությունների մի ճանապարհ, որը կբերեր իր սեփական մարտահրավերները։ Եվ երկուսն էլ պետք է նավարկեին մի աշխարհում, որը հետում էր նրանց, դատում էր սպասում, տեսնելու, թե ինչ կլինի հետո։ Որովհետև այս պատմությունն այլս միայն իրենց մասին չէր։ Այն մասին էր, թե ինչ էին նրանք ներկայացնում։ Անհավասարություն, արտոնություն, տաղանդ, արժանապատվություն, ձախողում, քավություն։ Եվ Երանը, այդ հսկայական անողոք քաղաքը, հետում էր ամեն շարժմանը, սպասելով տեսնելու, թե արդյոք իրական վերափոխման պատմությունները դեռ հնարավոր են ժամանակակից աշխարհում։ Այն օրերը, որոնք հաջորդեցին արհեստանոցում տեղի ունեցած հանդիպմանը, լուռ աղմկոտ վերափոխումների շարք էին։ Մինչ Արմանը սկսում էր կատարել իր խոստումները կոնկրետ գործողություններով, լրատվամիջոցները շարունակում էին հետել այն պատմությանը, որը գրավել էր Հայաստանի սիրտը։ Հակոբ Սարգսյանին տարան խորհրդատվությունների Երանի լավագույն օրթոպեդների մոտ։ Բժիշկները, ովքեր սովորաբար ամիսների սպասողների ցուցակ ունեին, հանկարծ ազատ տեղեր գտան իրենց ժամանակացույցում։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային հետազոտություններ, մասնագիտացված գնահատականներ։ 5 տարվա մեջ առաջին անգամ Հակոբն ունեցավ ամբողջական ախտորոշում բուժման պատշաճ պլան։ Վնասվածքը լուրջ էր, բայց բուժելի։ Միջովնային սկավառակի ճողվածք, որը ճնշում էր կարոր նյարդերը, առաջացնելով քրոնիկ ցավ շարժումների սահմանափակում։ Վիրահատություն էր հանձնարարվում, որին պետք է հաջորդեին ամիսներ տող ինտենսիվ ֆիզիոթերապիաներ։ Միջամտությունը թանկ էր, բարդ նուրբ։ Բայց հիմա վերջապես այն հնարավոր էր։
Աստղիկը սեղմում էր ամուսնու ձեռքը, երբ բժիշկները բացատրում էին միջամտությունը։ Նա տարիներ էր անցկացրել, հետելով, թե ինչպես է Հակոբը լուր տառապում, աշխատելով չնայած ցավին, խմելով ցավազրկողներ, որոնք միայն քողարկում էին խնդիրը։ Նրա աչքերում իրական հույս տեսնելը համարյա ցավոտ էր, այնքան ուժեղ էր այն։ Մենք կվիրահատենք հաջորդ շաբաթ, վստահությամբ ասաց վիրաբույժը։ Նշանակալի ապաքինման շանսերը հիանալի են։ Ֆիզիոթերապիայի հարցում նվիրվածության դեպքում դուք կարող եք վերադառնալ բնականոն կյանքի որակի։ Հակոբը գլխով արեց, չափազանց հուզված խոսելու համար։ Աստղիկը լաց եղավ թեթության արցունքներով, որոնք տարիներով կուտակել էր։ Եվ Գորգը նստած ծնողների կողքին, զգաց մի բան, որը հազվադեպ էր զգում, հույս, որ իրերը կարող են իրոք լավանալ։ Մինույն ժամանակ Գորգը բախվում էր իր սեփական անձնական հեղափոխությանը։ Արմանի խոստացած կրթաթոշակը արագորեն նյութականացավ, լույսը վարժարանում գրանցվելով, որը Երանի ամենահարգված կրթական հաստատություններից մեկն էր։ Դա մի բոլորովին այլ աշխարհ էր, քան այն, ինչ Գորգը գիտեր։ Դասերի առաջին օրը Աստղիկը ժամեր անցկացրեց որդուն պատրաստելու վրա։ Նոր համազգեստը, անթերի գրքերը, որակյալ պայուսակը։ Գորգը նայեց իր արտացոլանքին հայելու մեջ, հազիվ ճանաչեց իրեն։ Այդ մաքուր շորերով նոր մարզակոշիկներով տղան օտար էր թվում։ Ամեն ինչ լավ կլինի, տղաս, ասաց Աստղիկը, 10-րդ անգամ ուղղելով նրա շապիկի օձիքը։ Դու խելացի ես, տաղանդավոր ունես նույնքան բան առաջարկելու, որքան այնտեղի ցանկացած երեխա։ Բայց Գորգը վախենում էր։ Վախենում էր չհարմարվելուց, վախենում էր դատվելուց իր ծագման պատճառով, վախենում էր, որ իր նոր դասընկերները իրեն կտեսնեն որպես ինտերնետում հայտնի դարձած աղքատ տղա։ Վախենում էր կորցնել այն, թե ով էր ինքը, այն մարդը դառնալու ճանապարհին, ով կարող էր լինել։ Դպրոցը տպավորիչ էր։ Ժամանակակից շենքեր, վերջին սերնդի լաբորատորիաներ, անթերի մարզադաշտեր։ Մյուս աշակերտները գալիս էին ներկրված մեքենաներով, կրում էին թանկարժեք սարքեր, խոսում էին միջազգային ճամփորդությունների մասին։ Գորգն իրեն զգում էր ինչպես ձուկը ցամաքում։ Բայց մի անսպասելի բան պատահեց։ Որոշ աշակերտներ ճանաչեցին Գորգին վիրուսային տեսանյութից։ Եվ հակառակ նրան, ինչից նա վախենում էր, նրանք վերաբերվեցին նրան անկեղծ հարգանքով։ Ուզում էին իմանալ մեխանիկայի մասին, թե ինչպես էր նա այդքան ջահել հասակում այդքան բան սովորել, թե ինչպես էր սարքել մեքենան։ Մի տղա, Արամ անունով, ով պատահաբար Արմանի որդին էր, հատկապես ընկերասեր էր։ Նա մոտեցավ Գորգին դասամիջոցին, առաջարկելով օգնել դպրոցում կողմնորոշվելու հարցում, բացատրելով, թե ինչպես են իրերը աշխատում։ Արամի մեջ ինչ-որ այլ բան կար, մի խոնարհություն, որը Գորգը չէր սպասում իր սոցիալական դիրքի մեկից։ Հայրս պատմեց ինձ պատահածի մասին, ցածրաձայն ասաց Արամը։ Թե նա քեզ հետ ոնց է վարվել։ Նա դադար տվեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, ես ամաչում եմ նրա արածի համար։ Բայց նա ուրախ եմ, որ նա հիմա փորձում է այլ կերպ լինել։ Գորգը նայեց Արամին, տեսնելով անկեղծություն նրա աչքերում։ Դա քո մեղքը չէր։ Գիտեմ։ Բայց… Ես մեծացել եմ այս արտոնությունների մեջ առանց երբե մտածելու, թե որտեղից են դրանք գալիս կամ ով է հետ մնում։ Տեսնելով, թե ինչ պատահեց քեզ հետ, ստիպեց ինձ այլ կերպ մտածել։ Արամը ձեռքը մեկնեց։ Ընկերներ։ Գորգը սեղմեց ձեռքը, զգալով, թե ինչպես է ուսերի լարվածության մի մասը հալվում։ Ընկերներ։ Մինչ Գորգը նավարկում էր իր նոր կրթական աշխարհում, Արմանը բախվում էր ավելի խորը վերափոխման։ Լուրն այն մասին, որ նա անձամբ այցելել էր Սարգսյանների ընտանիքին կոնկրետ օգնություն էր առաջարկել, հայտնվել էր լրատվամիջոցներում։ Սկզբում կասկածամտություն կար։ Շատերը դա տեսան որպես փրկայլ, իր իմիջը փրկելու հաշվարկված փորձ։ Բայց Արմանը հրապարակային հայտարարություններ չարեց։ Մամուլի ասուլիսներ չհրավիրեց։ Պարզապես շարունակեց գործել։ Նա կրթաթոշակների հիմնադրամ ստեղծեց անապահով համայնքների տաղանդավոր երեխաների համար։ Ոչ թե մեկ կամ երկու, այլ տասնյակ երեխաների համար։ Իր ընկերության շահույթի զգալի տոկոսը հատկացրեց սոցիալական ծրագրերին, կենտրոնացած կրթության մասնագիտական վերապատրաստման վրա։ Սկսեց այցելել ծայրամասային թաղամասեր, ոչ թե լուսանկարների համար, այլ իրապես հասկանալու այն իրականությունը, որն այդքան երկար ժամանակ անտեսել էր։ Նրա թիմը սկզբում շփոթված էր։ Սա միլիոններ կարժենա, զգուշացրեց Հայկը հանդիպման ժամանակ։
Միլիոններ, որոնք մենք կարող էինք ներդնել նոր նախագծերի մեջ։ Արմանը նայեց իր գործընկերոջը մի արտահայտությամբ, որը Հայկը չճանաչեց։ Ինչ իմաստ ունի ավելի շատ շենքեր կառուցել, եթե մենք կառուցում ենք փտած հիմքերի վրա։ Ինչ իմաստ ունի ավելի շատ փող աշխատել, եթե մենք կորցնում ենք մեր մարդկայնությունը ճանապարհին։ Փոփոխությունը ակնթարթային կամ հեշտ չէր։ Կային հետքայլեր, պահեր, երբ հին մտածելակերպը հայտնվում էր։ Բայց Արմանը հանձնառու էր։ Եվ դանդաղորեն մարդիկ սկսեցին նկատել։ Հենց այս համատեքստում եկավ այն հրավերը, որը նորից ամեն ինչ կփոխեր։ Հայաստանի ամենադիտվող հարցազրույցների հաղորդումներից մեկը ուզում էր պատմել ամբողջական պատմությունը։ Ոչ միայն վիրուսային տեսանյութը դրա հետանքները, այլ քավության ճանապարհը, վերափոխումը, վերնագրերի հետում գտնվող մարդկային պատմությունը։ Նրանք ուզում էին թե Արմանին, թե Սարգսյանների ընտանիքին հաղորդման մեջ։ Սկզբում բոլորը տատանվեցին։ Աստղիկը վախենում էր ավելի բացահայտել իր երեխաներին։ Հակոբը, ով ապաքինվում էր հաջող վիրահատությունից հետո, մտահոգված էր այն էներգիայով, որ դա կպահանջեր։ Գորգը պարզապես այլս չէր ուզում ուշադրության կենտրոնում լինել։ Իսկ Արմանը վախենում էր, որ իր դրդապատճառները կասկածի տակ կդրվեն, որ իր անկեղծությունը կկասկածվի, որ ամեն ինչ կդիտվի որպես ներկայացում։ Բայց վարպետ Բարսեղը, ով դարձել էր Սարգսյանների ընտանիքի կյանքի անբաժան մասը, մի այլ տեսանկյուն առաջարկեց արհեստանոցում հերթական այցի ժամանակ։ Այս պատմությունն այլս միայն ձեր մասին չէ, ասաց նա, նայելով սեղանի շուրջ հավաքվածներին։ Այն ձեր նման բոլոր ընտանիքների մասին է, բոլոր այն գորգների մասին, ովքեր տաղանդ ունեն, բայց հնարավորություն չունեն։ Այն բոլոր այն արմանների մասին է, ովքեր պետք է տեսնեն, որ իրական փոփոխությունը հնարավոր է։ Նա դադար տվեց։ Դուք հնարավորություն ունեք ոգեշնչել փոփոխություն ավելի մեծ մասշտաբով։ Դա արժե այդ անհանգստությանը։ Աստղիկն էր, որ պատասխանեց, ձայնը հաստատակամ էր, բայց մեղմ։ Եթե մեր պատմությունը կարող է օգնել մի ընտանիքի, մի երեխայի ունենալ ավելի լավ հնարավորություն, ուրեմն այո, արժե։ Եվ այսպես, 2 շաբաթ անց Երանի կենտրոնի հեռուստաստուդիաներից մեկում, 2 ընտանիքներ, որոնք երբեք չպետք է խաչվեին, նստեցին կողք կողքի, պատմելու իրենց պատմությունը Հայաստանին։ Հաղորդավարուհին, մի փորձառու լրագրող, հայտնի իր կարեկցանքով, պրոֆեսիոնալիզմով, հարցազրույցը վարեց նրբանկատությամբ։ Նա սկսեց գորգից, խնդրելով պատմել իր տարբերակը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած օրվա իրադարձությունների մասին։ Գորգը խոսեց նույն պարզությամբ ազնվությամբ, որը բնորոշ էր իր ամեն արածին։ Նա նկարագրեց փչացած մեքենան, օգնության առաջարկը, հանրային ծաղրանքը, գրազը։ Նրա ձայնը չդողաց նվաստացումը հիշելիս, բայց աչքերը փայլեցին չթափված արցունքներից։ Ես պարզապես ուզում էի օգնել, ասաց նա պարզությամբ։ Ես գիտեմ մեքենա սարքել։ Դա այն է, ինչ հայրս ինձ սովորեցրել է։ Կապ չուներ Bentley էր, թե Ժիգուլի։ Շարժիչը։ Եվ երբ ինչ-որ մեկին օգնություն է պետք, դու առաջարկում ես, եթե կարող ես։ Տեսախցիկը որսաց լսարանի արձագանքը։ Ստուդիայում չոր աչք չկար։ Այդ երեխայի արժանապատվությունը, զոհի կարգավիճակում չհայտնվելու նրա մերժումը, նրա մտադրության մաքրությունը։ Անհնար էր չհուզվել։ Հակոբը խոսեց իր կյանքի մասին, արհեստանոցի մասին, վթարի մասին, որը փոխել էր ամեն ինչ, իր որդու նվաստացմանը հետելու նրան պաշտպանելու հարցում իրեն անզոր զգալու մասին։ Աստղիկը կիսվեց մի մոր տեսանկյունով, հպարտությունը խառնված վախով, երախտագիտությունը նոր հնարավորությունների համար խառնված մտահոգությամբ, թե ինչպես պահպանել իր երեխաների էությունը։ Եվ հետո հերթը հասավ Արմանին։ Հաղորդավարուհին նրա հետ հեշտ չվարվեց։ Նա նորից ցույց տվեց տեսանյութը, ստիպելով Արմանին հետել սեփական գործողություններին, իր պատահական դաժանությանը։ Հարցրեց, թե ինչու էր նա այդպես վարվել։ Հարցականի տակ դրեց, թե արդյոք նրա փոփոխությունը անկեղծ էր, թե հաշվարկված։ Արմանը պատասխանեց մի ազնվությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ես դարձել էի հենց այնպիսի մարդ, ով նախկինում ինձ արամարում էր, խոստովանեց նա, ձայնը հույզերից ծանրացած։ Ես աղքատ եմ մեծացել։ Ես գիտեմ, ինչ է նշանակում դատվել արտաքինիդ համար, վերաբերվել որպես ոչ լիարժեք մարդու։ Եվ հաջողության ճանապարհին ինչ-որ տեղ ես մոռացա այդ ամենը։ Ես դարձա ճնշողը։ Նա նայեց գորգին, ով նստած էր իր ծնողների հետ բեմի մյուս կողմում։
Այդ տղան ավելի շատ նկարագիր ունի իր ճկույթի մեջ, քան ես ցույց եմ տվել իմ 42 տարվա կյանքում։ Նա ինձ նվաստացրեց ոչ թե վրեժով, այլ պարզապես անելով այն, ինչ ճիշտ է։ Եվ դա ինձ կոտրեց այնպես, ինչպես ես պետք է կոտրվեի։ Նրա ձայնը կոտրվեց, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Ես չեմ կարող չեղարկել այն, ինչ արել եմ։ Չեմ կարող հետ գնալ ժամանակի մեջ։ Բայց ես կարող եմ փորձել այլ կերպ լինել այսուհետ։ Եվ եթե Գորգը իր ընտանիքը ինձ տալիս են այդ հնարավորությունը, ես պատրաստվում եմ կյանքիս մնացած մասը անցկացնել ապացուցելով, որ իրական փոփոխությունը հնարավոր է։ Հաղորդավարուհին հետո տվեց այն հարցը, որը բոլորն ուզում էին լսել։ Սարգսյանների ընտանիք, դուք ներել եք պարոն Վարդանյանին։ Ծանր լռության պահ եղավ։ Աստղիկը նայեց Հակոբին, ով նայեց Գորգին։ Եվ Գորգը, այն տասնամյա երեխան, ով անցել էր այդքան բանի միջով, պատասխանեց մի իմաստնությամբ, որը գերազանցում էր նրա տարիքը։ Ներումը մի բան չէ, որ դու տալիս ես միանգամից, ասաց նա դանդաղ։ Դա մի բան է, որը դու կառուցում ես ժամանակով, գործողություններով։ Պարոն Արմանը փորձում է։ Օգնում է իմ ընտանիքին, օգնում է ուրիշ ընտանիքների։ Նա ուղիղ նայեց Արմանին։ Եթե նա շարունակի ցույց տալ, որ փոխվել է ոչ միայն բառերով, այլ իր արածով, ապա այո։ Մենք կարող ենք ներել։ Պատասխանը կատարյալ էր իր պարզությամբ ճշմարտությամբ։ Լսարանը պայթեց ծափահարություններից։ Հաղորդավարուհին սրբեց իր արցունքները։ Եվ Արմանը, զգալով այդ փխրուն, բայց իրական վստահության ծանրությունը, լուր երթում տվեց երբեք չհուսահատեցնել այդ վստահությունը։ Հաղորդումն ավարտվեց դրական նորություններով։ Հակոբը լավ էր ապաքինվում վիրահատությունից հետո, արդեն կարողանում էր ավելի երկար ժամանակ կանգնած մնալ առանց ուժեղ ցավի։ Գորգը փայլում էր իր նոր դպրոցում, հատկապես մաթեմատիկայի, ֆիզիկայի բնագավառում։ Անուշը նոր ակնոց է ստացել, հիացած էր առաջին անգամ աշխարհը հստակ տեսնելու հնարավորությամբ։ Արհեստանոցն ուներ նոր սարքավորումներ, ծաղկում էր։ Վարպետ Բարսեղը պաշտոնապես դարձել էր Գորգի ուսուցիչը, սովորեցնելով նրան ոչ միայն առաջադեմ մեխանիկա, այլ ինժեներական ֆիզիկայի սկզբունքներ։ Տղայի ապագան, որը նախկինում սահմանափակված էր հանգամանքներով, հիմա անսահման էր թվում։ Իսկ Արմանը։ Արմանը վերակառուցման ճանապարհին էր։ Նրա ընկերությունը կորցրել էր որոշ պայմանագրեր, բայց ձեռք էր բերել նորերը, գործընկերներից, ովքեր գնահատում էին սոցիալական պատասխանատվության հանձնառությունը։ Նրա երեխաները նայում էին նրան ավելի քիչ ամոթով, ավելի շատ հույսով։ Գայանեն սկսել էր տեսնել այն մարդու նշույլները, ում հետ ամուսնացել էր տասնամյակներ առաջ։ Բայց ամեն ինչից ավելի կարևոր, Արմանը սովորում էր նորից նայել իրեն հայելու մեջ։ Այն շաբաթները, ամիսները, որոնք հաջորդեցին հեռուստատեսային հարցազրույցին, լուր իրական վերափոխումների շարք էին։ Պատմությունը դադարեց լինել պարզապես վիրուսային իրադարձություն, դարձավ իրական քավության մասին։ Հոդվածներ գրվեցին երկրորդ հնարավորությունների վերափոխման մասին։ Դպրոցներն օգտագործեցին պատմությունը որպես նյութ կարեկցանքի։ Սոցիալական անհավասարության մասին քննարկումների համար։ Ընտանիքները ընթրիքի սեղանի շուրջ խոսեցին արտոնությունների պատասխանատվության մասին։ Գորգը դարձավ, առանց ուզենալու, մի խորհրդանիշ։ Ոչ միայն աղքատության պատճառով կորած տաղանդի, այլ արժանապատվության, որը պահպանվել էր չնայած դժվարություններին։ Դպրոցներում դասախոսությունները խնդրում էին նրան կիսվել իր պատմությամբ։ Համալսարանները հրավիրում էին նրան միջոցառումների։ Բայց Աստղիկը, Հակոբը զգույշ էին իրենց որդուն փառքի ճնշող ուշադրությունից պաշտպանելու հարցում։ Նա ընդամենը երեխա է, հաստատակամորեն ասում էր Աստղիկը, երբ մերժում էր հերթական հրավերը։ Նրան ժամանակ է պետք երեխա լինելու, սովորելու, աճելու համար, առանց աշխարհի ծանրությունն իր ուսերին կրելու։ Եվ Գորգը իր հերթին հավասարակշռություն էր գտնում։ Նա շարունակում էր հանգստյան օրերին օգնել արհեստանոցում, ձեռքերը յուղի մեջ պահելով, հիշելով, թե որտեղից է գալիս։ Բայց նա ընդունում էր նոր կրթական հնարավորությունները, գիտելիքը ներծելով սպունգի պես, արդեն երազելով մեխանիկական ինժեներիայի, գուցե մի օր սեփական մեքենաները նախագծելու մասին։ Մի օր, Հյուսիսային պողոտայի այդ ճակատագրական հանդիպումից 6 ամիս անց, Գորգը աշխատում էր արհեստանոցում մի մեքենայի վրա, երբ Արմանը հայտնվեց։ Դա նրա առաջին այցը չէր։ Նա պարբերաբար գալիս էր, բերելով սարքավորումներ, ստուգելով, արդյոք ուրիշ բան կա, որ կարող է անել։ Բայց այս անգամ այլ էր։ Գորգ, մեղմորեն կանչեց Արմանը։
Կարող եմ քեզ հետ խոսել։ Գորգը ձեռքերը սրբեց լաթով մոտեցավ։ Իհարկե։ Արմանը գրպանից մի ծրար հանեց։ Ներսում լուսանկարներ էին։ Մի դատարկ հողատարածքի լուսանկարներ, ճարտարապետական նախագծեր, տեխնիկական գծագրեր։ Ես մասնագիտական վերապատրաստման կենտրոն եմ կառուցում Չարբախում, բացատրեց նա։ Կահավորված արհեստանոցներ, լսարաններ, լաբորատորիաներ։ Այն առաջարկելու է անվճար դասընթացներ մեխանիկայի, էլեկտրիկայի, շինարարության տեխնոլոգիաների ոլորտում։ Նա դադար տվեց։ Եվ ես ուզում եմ, որ դու լինես նախագծի ոգեշնչողը։ Քո թույլտվությամբ կցանկանայի անվանել Գորգ Սարգսյանի անվան մասնագիտական կենտրոն։ Գորգը նայեց նախագծերին, մարսելով առաջարկը։ Մի ամբողջ կենտրոն։ Ուրիշ երեխաներին տալու այն հնարավորությունները, որոնք ինքն է ստացել։ Ինչու իմ անունով։ Որովհետև դու ինձ սովորեցրիր մի բան, որը ես մոռացել էի, պատասխանեց Արմանը, ձայնը հուզմունքից խեղդված։ Դու ինձ սովորեցրիր, որ տաղանդը արժեքը կապ չունեն փողի կամ կարգավիճակի հետ։ Դու ինձ հիշեցրիր, որ արժանապատվությունը մի բան է, որը գալիս է ներսից։ Եվ ես ուզում եմ, որ ամեն մի երեխա, ով կանցնի այդ կենտրոնով, իմանա, որ հնարավոր է նվաճել ամեն ինչ, ոչ թե չնայած նրան, թե որտեղից են գալիս, այլ այն ուժի շնորհիվ, որ դա իրենց տալիս է։ Գորգը նայեց իր ծնողներին, ովքեր մոտեցել էին լսելով խոսակցությունը։ Աստղիկի աչքերում արցունքներ կային։ Հակոբը, ով հիմա կարողանում էր կանգնել առանց ցավի տարիներ անց առաջին անգամ, ձեռքը դրեց որդու ուսին։ Ինչ ես կարծում, տղաս։ Գորգը մտածեց իր նման բոլոր երեխաների մասին։ Տաղանդավոր, բայց առանց հնարավորության երեխաների։ Երեխաների, ովքեր արժանի էին շանսի։ Երեխաների, ովքեր կարող էին լինել հաջորդ ինժեները, բժիշկը, ուսուցիչը, առաջնորդը։ Եթե միայն ինչ-որ մեկը հավատար նրանց։ Ես համաձայն եմ, վերջապես ասաց նա։ Բայց մի պայմանով։ Որն է։ Որ դուք շարունակեք այցելել։ Ոչ միայն փող բերեք, այլ դուք գաք։ Խոսեք երեխաների հետ։ Կիսվեք ձեր պատմությամբ։ Ցույց տվեք, որ մարդիկ կարող են փոխվել։ Որովհետև եթե դուք կարող եք փոխվել, ուրեմն ամեն մեկն էլ կարող է։ Արմանը ձեռքը մեկնեց, Գորգը սեղմեց այն։ Դա այլս հզոր գործարարի աղքատ երեխայի ձեռքսեղմում չէր։ Դա երկու մարդկային էակների ձեռքսեղմում էր, ովքեր հանդիպել էին հնարավոր վատթարագույն պահին, ցավի ու աճի միջոցով, գտել էին քավության նմանվող մի բան։ Կենտրոնի շինարարությունը սկսվեց ամիսներ անց։ Չարբախի համայնքը հետում էր ամեն փուլին, հպարտ լինելով, որ իրենց փողոցներից կարող էր ծնվել նման դրական բան։ Երբ վերջապես այն բացվեց, հարյուրավոր մարդիկ ներկա էին։ Քաղաքական գործիչներ, հայտնիներ, բայց ավելի կարևոր, համայնքի ընտանիքները, ովքեր տեսնելու էին իրենց երեխաների օգուտը։ Գորգը կտրեց բացման ժապավենը Արմանի հետ միասին։ Նրանց երկուսի լուսանկարը, տղայի, ով սարքել էր մեքենան, մարդու, ով սովորել էր խոնարհություն, հայտնվեց թերթերի առաջին էջերին։ Բայց այս անգամ վերնագրերն այլ էին։ Դրանք հույսի, վերափոխման, երկրորդ հնարավորությունների ուժի մասին էին։ Իր բացման ելույթում Գորգը խոսեց այն պարզությամբ, որը նրան սիրելի էր դարձրել բոլորին։ Այս կենտրոնն իմ մասին չէ, ասաց նա, ձայնն արձագանքում էր բարձրախոսով։ Այն ամեն մի երեխայի մասին է, ով ունի երազանք, բայց չունի ռեսուրսներ դրան հետամուտ լինելու համար։ Այն հնարավորություններ տալու մասին է։ Եվ այն մասին է, որ հիշենք, որ մենք բոլորս, անկախ նրանից, թե որտեղից ենք գալիս, ունենք արժեքավոր մի բան աշխարհին առաջարկելու համար։ Արմանը նույնպես խոսեց, նրա ձայնը մի քանի անգամ կոտրվեց։ Ես կոտրված էի, երբ հանդիպեցի Գորգին։ Ոչ թե ֆինանսապես, այլ բոլոր այն առումներով, որոնք իրականում կարևոր են։ Նա ինձ սարքեց մի ձով, որի կարիքը ես նույնիսկ չգիտեի, որ ունեմ։ Եվ եթե այս կենտրոնը կարող է անել ուրիշ երեխաների համար այն, ինչ Գորգն արեց ինձ համար։ Ցույց տալ, որ մեր բոլորի մեջ արժեք կա։ Ուրեմն ամեն մի լուման, ամեն մի ջանքը արժեր դրան։ Տիկին Լուսինեն, Արմանի մայրը, լսարանի մեջ էր, հպարտության արցունքները հոսում էին նրա կնճռոտ դեմքով։ Սա այն որդին էր, ում ինքը դաստիարակել էր։ Այն բարի մարդը, ում գոյության մասին ինքը միշտ գիտեր հավակնությունների մեծամտության շերտերի տակ։ Նա մի պահ կորել էր, բայց գտել էր հետադարձ ճանապարհը։ Եվ դա նրա համար իսկական հաջողությունն էր։ Տարիներն անցան։
Գորգը մեծացավ, շարունակեց սովորել, ի վերջո ստանալով լիարժեք կրթաթոշակ Երանի պոլիտեխնիկական համալսարանի մեխանիկական ինժեներիայի ֆակուլտետում։ Հակոբը լիովին ապաքինվեց, վերադառնալով աշխատանքի արհեստանոցում էներգիայի մի նոր պաշարով, որը նա կարծում էր, թե երբեք այլս չի ունենա։ Աստղիկը մի փոքրիկ սննդի կետ բացեց արհեստանոցի հարանությամբ, մատուցելով տնական ուտելիք համայնքի բանվորների համար։ Անուշը նույնպես ծաղկում էր, նրա ակնոցը թույլ էր տալիս նրան փայլել ուսման մեջ։ Գորգ Սարգսյանի անվան մասնագիտական կենտրոնը տվեց հարյուրավոր շրջանավարտներ իր առաջին դասարաններում։ Շատերը գտան որակյալ աշխատանք։ Ոմանք բացեցին իրենց սեփական բիզնեսը։ Մյուսները գնացին համալսարաններ։ Ամեն մի հաջողություն ապացույց էր այն բանի, որ հնարավորությունը, երբ զուգակցվում է տաղանդի վճռականության հետ, կարող է փոխել ճակատագրեր։ Իսկ Արմանը շարունակում էր իր աշխատանքը։ Վարդանյան Construction-ը դարձել էր առաջատար ոչ միայն շինարարության մեջ, այլ սոցիալական պատասխանատվության ոլորտում։ Ամեն մի նոր նախագիծ ներառում էր համայնքային ազդեցության բաղադրիչներ։ Ընկերությունը ակտիվորեն աշխատանքի էր վերցնում անապահով համայնքներից, առաջարկում էր վերապատրաստման ծրագրեր, ներդրումներ էր անում կրթության մեջ։ Նրա հանրային իմիջը վերակառուցվել էր, բայց ոչ թե մարքեթինգի միջոցով, այլ տարիների ընթացքում հետողական գործողությունների միջոցով։ Իրական փոփոխության միջոցով, որը մարդիկ կարող էին տեսնել զգալ։ Նա երբեք կատարյալ չէր լինի։ Լինում էին օրեր, երբ հին մտածելակերպը սպառնում էր վերադառնալ։ Բայց հիմա նա ուներ մի բան, որը չուներ առաջ։ Գիտակցություն, հանձնառություն մի բանի նկատմամբ, որն ավելի մեծ էր, քան ինքը։ Մի արոտ օր, Հյուսիսային պողոտայի այդ ճակատագրական հանդիպումից 5 տարի անց, Գորգը այցելեց Արմանին իր գրասենյակում։ Հիմա արդեն 15 տարեկան Գորգը բարձրահասակ էր, վստահ, հստակ խոսող։ Բայց նա դեռ ուներ նույն շագանակագույն աչքերը, որոնք տեսնում էին իրերի ճշմարտությունը։ Եկել եմ շնորհակալություն հայտնելու, պարզապես ասաց Գորգը։ Արմանը նայեց երիտասարդին, ում նա դարձել էր, զգալով ծանոթ հույզը կոկորդում։ Դու կարիք չունես ինձ շնորհակալություն հայտնելու։ Ես եմ, որ պետք է հավերժ երախտապարտ լինեմ քեզ։ Ոչ, պնդեց Գորգը։ Ոչ ֆինանսական օգնության համար, թե դա փոխեց մեր կյանքը, այլ փոխվելու քաջություն ունենալու համար։ Ավելի լավը լինելու հնարավորությունը ցույց տալու համար։ Դա ավելին նշանակեց, քան ամեն ինչ։ Երկու տղամարդիկ։ Մեկը, ով սկսել էր ամեն ինչով կորցրել էր իր հոգին, մյուսը, ով սկսել էր ոչնչով, բայց պահպանել էր իր արժանապատվությունը։ Նայեցին միմյանց փոխադարձ հարգանքով, խորը փոխըմբռնմամբ։ Մենք բոլորս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներ ենք, վերջապես ասաց Արմանը։ Դու ինձ դա սովորեցրիր։ Եվ ես հույս ունեմ շարունակել սովորել կյանքիս մնացած մասը։ Գորգը ժպտաց։ Ուրեմն կշարունակենք սովորել միասին։ Եվ ինչ-որ առումով դա ամփոփում էր ամեն ինչ։ Պատմությունը չարագործի մասին չէր, ով դառնում է հերոս։ Այն զոհի մասին չէր, ում փրկում են։ Այն երկու մարդկային էակների մասին էր, ովքեր բաժանված էին հանգամանքներով, բայց միավորված էին մի փորձառությամբ, որը ստիպեց երկուսին էլ աճել իրենցից այն կողմ։ Այն մի հասարակության մասին էր, որը հետեց սովորեց, որ իրական փոփոխությունը հնարավոր է, բայց պահանջում է ավելին, քան բառերը։ Այն պահանջում է տական գործողություն, իրական խոնարհություն, պատրաստակամություն, առերեսվելու մեր ամենատգեղ կողմերի հետ։ Այն գիտակցության մասին էր, որ տաղանդը գոյություն ունի ամենուր։ Չարբախի փողոցներում, շքեղ առանձնատուններում, կեղտոտ փողոցներում, փայլուն գրասենյակներում։ Միակ տարբերությունը հնարավորությունն է։ Եվ երբ հնարավորությունը հանդիպում է տաղանդին, երբ կարեկցանքը փոխարինում է նախապաշարմունքին, երբ հասարակությունները ընտրում են բարձրացնել, այլ ոչ թե ճնշել, հրաշքներ կարող են պատահել։ Գորգի Արմանի պատմությունը դարձավ Երանի մշակութային հյուսվածքի մի մասը։ Այն պատմվում էր դպրոցներում, քննարկվում էր համալսարաններում, հիշատակվում էր սոցիալական քաղաքականության մասին բանավեճերում։ Ոչ թե որովհետև այն եզակի էր։ Աշխարհում շատ Գորգներ, շատ Արմաններ կային։ Այլ որովհետև այն որսացվեց, տարածվեց, ի վերջո վերածվեց մի բանի, որը ոգեշնչեց իրական փոփոխություն։ Եվ գուցե դա է այն ամենի իրական ժառանգությունը, ինչ պատահեց այդ օրը Հյուսիսային պողոտայում։ Ոչ թե վիրուսային դառնալը, ոչ թե հակասությունները, նույնիսկ ոչ անհատական քավությունը։
Այլ հավաքական գիտակցումը, որ մենք բոլորս ընդունակ ենք թե մեծ դաժանության, թե մեծ բարության։ Եվ այդ երկուսի միջ ընտրությունը սահմանում է ոչ միայն այն, թե ով ենք մենք, այլ այն, թե ինչպիսի աշխարհ ենք մենք կառուցում միասին։ Գորգը կմեծանա, դառնալով հայտնի ինժեներ, ի վերջո նախագծելով կայուն համակարգեր ցածր եկամուտ ունեցող համայնքների համար։ Հակոբը կվերադառնա լինելու այն հարգված մեխանիկը, որը միշտ եղել էր, նրա արհեստանոցը կծաղկի կկրթի հաջորդ սերնդին։ Աստղիկը կընդլայնի իր սննդի կետը, դարձնելով այն մի փոքրիկ ռեստորան, որը կդառնա համայնքի հանդիպման վայրը։ Անուշը կդառնա ուսուցչուհի, նվիրված իր նման երեխաներին կրթելուն։ Իսկ Արմանը կշարունակի կառուցել։ Բայց ոչ միայն շենքեր։ Նա կառուցելու է կամուրջներ։ Համայնքների միջ, սոցիալական դասերի միջ, այն բանի միջ, թե ինչ ենք մենք, ինչ կարող ենք լինել։ Նրա կարողությունը կօգտագործվի ոչ թե ավելի շատ կուտակելու, այլ ուրիշներին բարձրացնելու համար։ Եվ թե նա երբեք չի կարողանա լիովին ջնջել հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դաժանության այդ րոպեները, նա իր կյանքի մնացած մասը կանցկացնի ապացուցելով, որ մեկ պահը չի սահմանում մի ամբողջ կյանք։ Մեր ընտրությունները այդ պահից հետո են, որ սահմանում են մեզ։ Երան քաղաքը կշարունակի լինել այն, ինչ միշտ եղել է, քաոսային, անհավասար, կենսունակ, մարտահրավերներով լի։ Բայց ինչ որտեղ բետոնի երթեկության մեջ, Չարբախի մի արհեստանոցում մի մասնագիտական կենտրոնում, որը կրում էր մի քաջ երեխայի անունը, հույս կար։ Հույս, որ պատմությունները կարող են ունենալ այլ վերջաբաններ։ Հույս, որ մարդիկ կարող են փոխվել։ Հույս, որ տաղանդը կարող է հաղթել արտոնությանը։ Եվ հույս, որ երբեմն ամենաանհավանական հանդիպումները կարող են բերել ամենախորը վերափոխումներին։ Տարիներ անց, երբ ինչ-որ մեկը հարցնի Գորգին այն օրվա մասին, որը փոխեց ամեն ինչ, նա կպատասխանի այն մարդու իմաստնությամբ, ով ապրել է այդ փորձառությունը։ Խոսքը այն մեքենայի մասին չէր, որը ես սարքեցի։ Խոսքն այն մարդկանց մասին էր, ում ես հանդիպեցի, այն ընտրությունների, որոնք մենք կատարեցինք, այն գիտակցման, որ մենք բոլորս կրում ենք թե վիրավորելու, թե բուժելու կարողությունը։ Այն, թե ինչ ենք մենք անում այդ կարողության հետ։ Ահա թե ինչն է իրականում կարոր։ Իսկ Արմանը, երբ հարցնեին այն օրվա մասին, որն իրեն կոտրեց, վերակառուցեց, պարզապես կասեր. Ես գտա մի տղայի, ով ինձ սովորեցրեց, որ արժանապատվությունը գին չունի։ Եվ սովորեցի, որ երբեք ուշ չէ դառնալ այն մարդը, ով դու պետք է լինեիր ամբողջ ժամանակ։ Նրանց պատմությունները, հյուսված պատահականությամբ վերափոխված ընտրությամբ, դարձան հիշեցում բոլոր նրանց համար, ովքեր լսեցին դրանք։ Հիշեցում այն մասին, որ միլիոնավոր մարդկանցով քաղաքում, անհավասարությամբ նշված երկրում, հաճախ դաժան աշխարհում դեռ տեղ կա կարեկցանքի, աճի քավության համար։ Եվ որ երբեմն, միայն երբեմն, հյուսիսային պողոտայի ամենաանհավանական հանդիպումները կարող են փոխել ոչ միայն անհատական կյանքեր, այլ լուսավորել համընդհանուր ճշմարտություններ այն մասին, թե ով ենք մենք, ում կարող ենք ընտրել։ Դառնալ։